Փաստաբան Իլոնա Միրզոյան։ Տեղեկություն ունեք, միշտ գալիս են։ Նարեկ Քոչարյանը եւ Հարազատ Ասատրյանը ճանապարհների կարծում հավաքականի 5 օրից կազմեն, այս որից չունեմ տեղեկություն։ Միշտ կարծիք ունեք, ինչ է 5 րոպե։ Չեմ ասում, հաջորդ նաեւ այս որպեսի հասնեմ։ Ընդմիջում շարունակում ենք դատականիստի ընդմիջման պահից ներկայացել են նաև հայցվորը, հայցվորի ներկայացուցիչը պարոն Ասատրյանը։ Մյուս մասնակցող անձինք ծանոթված են չեն ներկայացել, ինչ կարծիք ունեք գործիքնություն շարունակելու վերաբերյալ։ Պարոն Երանոյան։ Ես համակարգի։ Ասելով դատականիստի ներկայացած մասնակցող անձնական կարծիքները։ Աշխարհում ուսանձնած ծանոթություն ապահոված է դատարանը որոշում է շարունակել գործիքնությունը։ Լսում եմ ձեզ։ Գավառոններ Արտեմ Անոթյանը տեսանկարան դուտուց։ Պատվարժան դատարան, ես աղամոտեյեմի օպերատոր Գևորգ Մկրտչյանը, ուսումնասիրություն ուղիղ հեռարձակման ազատ։ Տեսանկարանում եք ուղիղ հեռարձակ։ Այո։ Շատ լավ։ Դուք միասին։ Պարոն Երանոյան, ինչ կարծիք ունեք։ Պարոն Ասատրյան։ Բանկային գաղտնի կազմող տեղեկությունները պետք է հրապարակեն դատականիստի ընթացքում, այդ տեսանկյունից հրապարակայնության մասով առնվազն խնդրահարության Ապրիլի դատարանի ես նույնպես կիսում եմ գործընկերոջ մոտեցում, քանի որ բանկային գաղտնիքի հրապարակման խնդիր կա, կարծում եմ, որ պետք է չդատորել առնվազն ընդհանուր դատականիստի վերաբերյալ կամ տեղեկատվություն դարձնել։ Ես նույնպես կարծիքների կարծիք եմ։ Այո, հաջորդ համակարգում առհասարակ հեռարձակմանը երբևէ առարկություններ չեն ունեցել, հաշվի առնելով այս դատականների մեջ հաստատ հարցերը առավելապես վերաբերել բանկային գաղտնի կազմակերպությունների քննարկմանը նպատակահարմար չի լինում։ Մենք այսօրվա դատական նիստում, այսինքն հայցվորը ներկայացրել էր պատասխանները, դուք պետք է ծանոթանայիք, հետո լրացուցիչ հարցեր։ Ձեր հարցերը վերաբերելու են բանկային գաղտնիքին։ Այո, քանի որ հարցերը գրավոր ուղղված եւ ստացված պատասխանները առավելապես վերաբերել են հաշվարկների շուրջ, որոնք կառուցված են բանկային գաղտնիք կանոնով տեղեկությունների վրա, հաշվարկների շուրջ կառավարելու քննարկումը։ Թեև ես հասկանամ հաշվարկները մի բան, բանկային գաղտնիք հաշվարկների վերաբերյալ հարցերը կառուցված են բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների վրա, թեև ես մեր միջնորդություն ունեմ, այդ հատվածը կարող ենք նայել թույլատրել, բայց առանձնական միջնորդության քննարկումից հետո ի հատվածի մասով ուղղությունների։ Լավ, ուրեմն եկեք այսպես անենք, քանի որ դեռևս պարզ չի, այսինքն բանկային գաղտնիք հրապարակվելու եթե չի, դուք ընդհանրապես հայտնեցիք, որ հնարավոր է նման։ Թե ես հարցում եմ որ հրապարակվել, ինձ կողմից առնվազն հղում է արդյունքում։ Լավ, դատարանը որոշում է լրագրողների միջնորդությունը բավարարել, բայց այն պահից, երբ որ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ սկսեցին հրապարակվել, դատարանը կամրոտ այդ հարցի ձեր միջնորդությունը բավարարել թույլատրում է տեսանկարահանել և հեռարձակել։ Ներողություն անպատրոն, կողմությամբ չթույլատրել, որպեսզի համակարգիչը և սեղանին աշխատանքային հաստատները չնկարահանեն։ Շատ լավ։ Տեսանկարահանում եք այնպես, որ աշխատանքային համակարգիչի մանիտորները, փաստաթղթերը կարող եք ապահովել։ Իհարկե, այո։ Շատ լավ։ Միջնորդություններ հայտարարությունները մինչև շարունակությանը անցնելը ունեք։ Այո, հարկելի դատարան, ես մեկ միջնորդություն ունեմ, հարկի ապահովում մասնակի վերացնելու վերաբերյալ և սարք ներկայացնում։ Խնդրեմ, իհարկե։ Ունեք օրինակը կողմերին և դատարանի տրամադրեք։ Դատարանի 2023 թվականին ներողություն որոշում կիրառվել է հայցերի նախնական ապահովում և արդյունքը լարնամակրանային 96 ֆորմատիկ մարկիշի WDD 229 31 51 31
9462 ավտոմեքենայի դիմադրման հետ կապված որևէ գործողություն կատարում։ Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել փոխելու հիշյալ ավտոմեքենայի պետհամարանիշը, ինչը սակայն անհնարին է Դարդանի կիրառած հայցի ապահովման հետևանքով։ Այդ հետևանքով կառուցվել է Պարկեսիական դատավարության նորմատիվի 134 եւ Ջրավետ Դարդանի մի շարք որոշումներ, որոնք ձերբեցությամբ չեն հրապարակել, ենթադրում թե դառնալն է տեղակայվելու ներկա բոլոր ներկայացուցիչները իրավական դիրքորոշումներին ծանոթ են։ Մարդու հետևաբար կանդրադառնամ իրավական նորմի եւ դրա վերաբերյալ բարձր դատարանների հաստատած իրավական դիրքորոշումների լուծումներով ներկայացուցող հասարակական հանգամանքների գնահատմանը Պարզապես կնշեմ, որ միջնորդությունը կառուցված է Հայաստանի այդ թվում հայցի ապահովման կիրառման համար անհրաժեշտ համաչափության սրբունքի վրա։ Վերաբերյալ վերլուծությունների լուծումներով այդ է նշել, որ ինքնին հայցարարություն եւ իրավունքների հավանական խախտումների փաստարկները չեն պատասխանողի իրավունքների իրացման համապատասխան եւ առողջական արգելման։ Նման արգելքները նպատակ պետք է հետապնդել ոչ թե անվերապահ նախապատվություն տրամադրել կողմից որևէ իրավունքին, այլ պետք է ծառայել այս կամ այն միջոցի կիրառմամբ միջամտելով կողմերի ներքին սուբյեկտիվ իրավունքին, վերադարձում սեփականության իրավունքին, մյուսի իրավունքի ցուցադրում արտադրության, իրացումն առավել հավանական եւ իրատեսական դարձնելը։ Հիմնակով արևնային կիրառված հայցի ապահովման արդյունքում, ինչպես նշվել է, այժմ ամբարանները ձգվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենաների կապված նույնիսկ այնպիսի գործողությունների կատարման հնարավորությունից, որոնք որևէ կերպ չեն փոխում գույքի, փաստացի կամ իրավական վիճակ։ Ելնել է իրավարաբերության բավականին բարդությունից գործի մեծածավալ լինելու, ամենատարի գործի քննությունը կարող է տևել ավելի քան 1 տարի, իսկ հնարավոր եւ անխուսափելի բողոքարկումների պարագայում ավելի քան 3 տարի ավտոմեքենայի արտադրողը 2022 թվականից սկսած։ Արդյունքում միայն հայտարարում ներկայացված եւ իրավապաշտպանված հասարակական հանգամանքների վկայակոչմամբ վերացական ռիսկերի զսպման նպատակով հարուցված մուտքահարույց նյութայրավական վեճի արկայությամբ պայմանավորված արգամ ապրանալի սեփականության իրավունքի նկատմամբ իրականացվել է անհամաչափ միջամտություն, որը ներկայացված հասարակական հանգամանքների հաշվառմամբ իրավական շահերի հավասարակշռման տեսանկյունից արդարացված չէ։ Հատկապես հաշվի առնելով, որ ավտոմեքենայի պետհավարանիշի փոփոխությունը որևէ ազդեցություն չունի դրա իրավական կարգավիճակի վրա, նման գործողություն կատարումը որևէ կերպ չի հանգեցնում պատասխանողի գույքային կազմի փոփոխության, հետևաբար որևէ կերպ նաև չի ալվում հնարավոր դատական ակտի կատարման անհնարինությանը հանգեցնող ռիսկերի ավելացմանը կամ ստեղծմանը։ Վերաբերյալով պայմանավորված մտման մասնակի հիշյալ ավտոմեքենայի պետհամարանիշի փոփոխման արգելքի մասով վերացնել հակապահովություն դատարանի 07025 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովումը։ Նորից կցանկանամ շեշտադրել, որ հայցապահանջի ծավալի փոփոխության կամ հնարավոր ռիսկերի մեծացմանը որևէ կերպ չի նպաստել բավարարումը ընդհանուր պետհամարանիշի փոփոխությունը դեպի որը գույքային իրավունքների տեսանկյունից չի հանգեցնում ոչ փոփոխման, ոչ դատարանման, ոչ ծանրագրման։ Հարցեր ունեք միջնորդության իրավունքներից։ Ճիշտ հասկացան, հավելականությունների մեկ այդ պետհամարանիշ փոփոխման պետհամարանիշի փոփոխություն շարունակում է խոսային սեփականատերը մնալ։ Ես բնակարարական դեպքում որ պատվանդի օտարման արգելքը այդ ավտոմեքենայի, բայց համարանիշների փոփոխություն չեմ արել։ Մյուսները չկարծիք ունեն, պարոն Ասատրյան։ Բնականաբար քաղաքացիական դատավարությունը դիրքավորության տեսանկյունից այդ արգելանքների պահպանման անհրաժեշտությունն է բացակայում պետհամարանիշի մասով, առավելևս որևէ պարագայում չկա դրա նպատություն, որ ինչ-որ ինքնով կարող է հայցվայի ենթադրյալ դատական ակտի կատարումը բավարարված է, այդ համարանիշի փոփոխման վտանգի դառնա անհնար կամ ավելի դժվար է։ Հետևաբար ես գտնում եմ, որ համարանիշի փոփոխությունը որևէ կերպ չի կարող ակտի հայցվայի ապագա այսպես բավարարված հայցի բավարարման վրա, ուստի չեմ առարկում ավելին խնդրում եմ ևս միանում միջնորդությանը, խնդրում եմ կարգում բավարարել։ Պարոն Քոչարյան։ Դատարան ես նույնպես համակարգչության եւ կարծում եմ այստեղ օտարման սահմանափակում է դրված նշված տրանսպորտային միջոցի նկատմամբ եւ ըստ էության հայցվող միջնորդությունը ըստ էության իրենից բերում է համարանիշի փոփոխություն, որը գույքային կազմի փոփոխություն, առավելևս ծանրաբեռնում չի ենթադրում։ Այս տրամաբանության մեջ կարծում եմ, որ միջնորդությունների հիմնավորը եւ ներկայացված
Հարգելի դատարկում եմ, որ միջնորդությունը հիմնավոր է, որովհետև սպեցիալ համարանիշների փոփոխությունը չի բերելու գույքի իրավական և փաստական վիճակի փոփոխության և դրանով որևէ կերպ չի խոշորոտվելու դատական ակտի կատարումը հետագայում, հետևաբար, քանի որ սա իրենից ոչ մի փոփոխություն ստեղծյալ իրավական առումով, որը կազմի հետագայում կայացվելիք դատական ակտի կատարումը վրա չի բերում, թվում եմ, որ միջնորդությունը հիմնավոր է։ Տեսեք, միաժամանակ ձեր ուշադրությունը գրավում են հանգամանքի վրա, որ մեծաշով արգելված է գույքը տնօրինելու, այսինքն այս պետհամարանիշի փոփոխությունը ինքնին մեծաշով կարող առերևույթ կապ չունենա, հա մեքենայի հետ, բայց այսպես առաջի հայացքից, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ գույքի տնօրինումն է կիրառված արգելանքի պայմաններում նաև արգելված գույքի ներառյալ համարանիշի փոփոխությունը, որը որ զարմանալի է, նաև այդ հանգամանքի վրա ձեր ուշադրությունը հրավիրում, որ տնօրինական է մասով տնօրինման արգելք, այսինքն ստեղ խնդիրը հանրային գաղափարության կամ վարչարության մեջ չէ, ամենևի։ Լատիկի պետության դատարանը հարցում է, ձեր վստահորդը դիմել է և թույլ չեն տվել։ Այո, դիմել են, երկու անգամ փորձել են որոնք որոշումներ է տարվել, որ պետհամարանիշի փոփոխությունը արդյոք ենթադրում է կապույքի մեջ ասում թե չի մտնում, այդ երկու անգամ են պետքանությունը հրաժարվել է պետհամարանիշի փոփոխությունը, պայմանավորված դատարանի արգելքով։ Շատ լավ։ Ավելացնելու բան եք։ Ոչ։ Միջնորդության քննություն դատարանը ավարտում է, այդ կապակցությամբ որոշում առանձին դատական ակտով կնցնվի, օրենքով սահմանված ժամկետում և կողարկվի։ Այլ միջնորդություններ կան։ Չկան այլ միջնորդություններ, ուրեմն խնդրեմ հարցերը ով է սկսում։ Պարոն Ասատրյան։ Չէ։ Եթե քիվտակ ես սկսեմ։ Խնդրեմ։ Հարգելի դատարան, մենք հարցադրումներ էինք արել և հարցադրումներից առաջինը հետևյալն է եղել։ Մասնավորապես առաջին հարցը, հնչեցնեմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաք Երևան ազատության կողոպտանի կողորակտասացում գտնվող թողամասը կառուցապատման իրավունքով Բաղդասարյանի Վարսարյանի պատկանելու հանգամանքը հայցում առաջին անգամ հիշատակում է վերնշյալ ձևակերպման։ Հայցի 4 կետի 2014 թվի բաժնի նկարագրական մասում, որտեղ այդ իրավունքի համար Բաղդասարյանի Վարսարյանի կողմից ծախսերի կատարման և դրանք ապօրինի լինելու մասին որևէ նշում հիմնավոր մարդկա չէ։ Ուստի խնդրում ենք հայտնել, թե հավասար պայմաններում դրա 19/2014 թվականի օտարումից 4.740.000 դրամ եկամուտին չիմքով է դիտարկվել ապօրինի։ Պատասխանը հետևյալն է եղել, որ Բաղդասարյանի Վարսարյանի անվամբ հաշվառված քաղաք Երևան ազատության փողոցամետ կառուցապատման կառուցապատման իրավունքը սկզբանե վերագրվել է Հովիկ Աբրահամյանին, իրավասու մարմինը հաշվի առել, որ այդ տարածքում Հովիկ Աբրահամյանն ունի անշարժ գույքեր իրեն փոխկապակցված անձանձանունով, այդ թվում առանձնատուն, որոնք ձեռք է բերել իր կողմից պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում։ Նշված ձեռքբերումներն օրինական հիմք չեն ունեցել, ուստի այդ գույքերի հարակից տարածքում Բաղդասարյանի Վարսարյանի անվամբ հաշվառված կառուցապատման իրավունքի հիմքերը իրավասու մարմինը երեսօրինական չի դիտարկել, վերագրվելով այն Հովիկ Աբրահամյանին։ Այսինքն ստացվում է, որ այս նույն տարածքում ընդհանրապես Հովիկ Աբրահամյանի անվամբ չի գույքերը, այլ անձանց անուններով են գույքերը, եւ նաեւ ունի այդ տարածքում Բաղդասարյանի Վարսարյանը, եւ նման դեպքում Բաղդասարյանի Վարսարյանի անվամբ կատարված գրանցումները նույնպես դիտում են որպես Հովիկ Աբրահամյանի եւ այս առումով դիտարկում են ապօրինի եւ սրա հետ կապված ես խնդրում եմ ավելի մանրամասն բարձրաբանում տվի, թե ում անունով ինչ գույքեր են եղել, որոնք հիմք են հանդիսացել, որպեսզի Բաղդասարյանի Վարսարյանի կողմից ձեռքբերումը նույնպես դիտարկվի որպես Հովիկ Աբրահամյանի ձեռքբերում ըստ իրավասու մարմնի եւ ինչու են հենց այդ հիմքով միայն դիտարկում, որ դրա իրական շահառուն Հովիկ Աբրահամյանն է։ Նշված տարածքում անշարժ գույքեր գրանցված են եղել Հովիկ Աբրահամյանի որդի Գրիգոր Գևորգյանի անվամբ, որը հետագայում փոխանցվել է Արկամ Աբրահամյանին որդուն եւ ինչպես նշվեց պատասխանատու կողմը տարածքն ունեցել է Բաղդասարյանի Վարսարյանը։ Եվ իրավասու մարմինը հաշվի առնելով իրական շահառու ինստիտուտը, որ Հովիկ Աբրահամյանը մոնումենտի առանձնատների հատվածում ուներ արդեն առանձնատուն կառուցված եւ դրան հարակից տարածքներում կար նաեւ գնման իրավունք, բնականաբար դա եւս համարել է, որ դրա իրական շահառուն Հովիկ Աբրահամյանն է, այսինքն այդ գործարքները վերահսկվել են Հովիկ Աբրահամյանի կողմից, որովհետեւ
1:20 հասցեին գտնվում է Հովիկ Աբրամյանի առանձնատունը, 1:10 հասցեում այս նման իրավունքն է, որը անվտանգության աշխատակից Բաղրատունի Բարսեղյանի անվամբ է, եւ մենք տարիների ընթացքում այդ վերլուծությունները կոնկրետ ցույց են տվել, թե Բաղրատունի Բարսեղյանը ինչպես է դա օտարել, ում է օտարել, կամ Գրիգոր Գևորգյանը դա ինչպես է օտարել, եւ նորից եմ նշում, որ այո, այդ ժամանակ Հովիկ Աբրամյանը զբաղեցնում էր հանրային ծառայության մասին օրենքով նախատեսված պաշտոններ եւ նրան փոխկապակցված անձանց կոնկրետ ֆիզիկական անձինք, որոնք ընդհանուր տնտեսություն են վարել, մենք վերագրել ենք այդ ամբողջ ձեռքբերումները Հովիկ Աբրամյանը։ Ավարտեցինք։ Հարցից նորից հարց առաջացավ, հարգելի դատարան, ընդհանուր տնտեսություն վարելը դուք նկատի ունեք Գրիգոր Գևորգյանին, թե Արտամ Աբրահամյանին, որովհետև սկզբից նշեցիք, որ Գրիգորի անվամբ է գրանցված եղել, այնուհետև է փոխանցել Արտամին, սա այս հարցի մասով, եւ երկրորդը, բացառապես, որ վերագրել եք Հովիկ Աբրահամյանին, հիմքում դրվել է այն հանգամանքը, որ նույն տարածքում է գտնվում։ Այո։ Միայն այդ հանգամանքը նույն տարածքում գտնվելու։ Դա ճիշտ հասկացա։ Ներկայացնում ենք մեր օպերատիվ հետախուզական մարմիններից ստացված տվյալները, որտեղ ևս դա փաստում է, որ Հովիկ Աբրամյանի գույքն է։ Իսկ հարցից առաջին մասով Այո, նաև ընդհանուր տնտեսություն ենք հաշվառել, թե Գրիգոր Գևորգյանի եւ թե Բաղրատունի Բարսեղյանի հետ։ Քանի որ խոսքը միայն այդ գույքի մասին չի, բազմաթիվ գույքեր են։ Չէ, ներողություն, այսինքն Գրիգոր Գևորգյանը եւ Բաղրատունի Բարսեղյանը ընդհանուր տնտեսություն են վարել Հովիկ Աբրահամյանը։ Այդ տեսանկյունով է։ Մենք այդ տեսանկյունով չէ, առաջինը դուք կենտրոնացեք իրական շահառուի ինստիտուտը։ Մենք հաշվի ենք առել, որ այս գործակցությունը վերահսկվել են Հովիկ Աբրահամյանի կողմից, հաշիվ Հովիկ Աբրահամյանի ակնկալել։ Վարորդի եւ անվտանգության աշխատակցի ունեցած անշարժ գույքերի նույն տարածքում վերագրվել են Հովիկ Աբրահամյանին։ Դուք նշեցիք համատեղ տնտեսությունը, ես դրա համար իմ հարցը ուղղեցի եւ հիմա այդ վերահսկումը ինչ ձևով է իրականացվել։ Ի հաշիվ Հովիկ Աբրահամյանի կատարել մի քանի անգամ ասել եմ այդ հարցի պատասխանը, որ ի հաշիվ գործակցի կատարվել է Հովիկ Աբրահամյանի եւ նրա վերահսկողությամբ, այսինքն դրանք հաստատի կատարել է Հովիկ Աբրահամյանի եկամուտներից։ Ուղղակի դրանք գրանցված են մի դեպքում Գրիգոր Գևորգյանի, մի դեպքում Բաղրատունի Բարսեղյանի անունով։ Այսինքն դուք վերահսկումը նկատի ունեք, որ Հովիկ Աբրահամյանի միջոցներով է։ Այո։ Դրա վերաբերյալ մենք լրացուցիչ դիրքորոշում կներկայացնենք, հարգելի դատարան, երրորդ հարցադրումը, որ մենք ուղղել էինք, հետևյալն էր, Excel առաջին պահի 2011 թվականի բաժնում, մասնավորապես 2011 թվականին ձեռք էր բերվել Toyota Corolla Magnish-ի 3 ավտոմեքենա, բոլոր երեքին է վերագրված է ձեռքբերման նույն արժեքը, կոնկրետ արդեն նույնականացումներ նշեմ այս ավտոմեքենաների, 11.905.140 դրամ եւ բոլորն էլ գնահատված են 100% ապօրինի։ Հաշվի առնելով, որ հայցաբիմիկի ճանապարհային ոստիկացիոն նյութերում վերնշյալ 3 ավտոմեքենաների ձեռքբերման պայմանագրեր առկա չեն, խնդրել ենք հայտնել, թե ինչպես է որոշվել վերնշված ավտոմեքենաների ձեռքբերման արժեքը, որոնց հիման վրա գնահատվել է օրինականությունը, եւ ինչպես է 2008 եւ 2011 թվականների արտադրության համանման ավտոմեքենաների ձեռքբերման արժեքը գնահատվել նույնը։ Հարցադրումը սա է, այդ պատասխանը ստացել է նա, որ բոլոր երեքի մասով էլ իրենք հիմք են ընդունել մաքսային արժեքը նույն տարում ձեռքբերված լինելու հիմքով։ Հիմա հարցս հետևյալն է, մաքսային արժեքի հիմք ընդունելու համար ինչ իրավական նորմով եք առաջնորդվել եւ որտեղ է նշված, որ կարող եք այս դեպքում հիմք ընդունել միջին մաքսային արժեքը եւ ոչ թե ձեռքբերման արժեքները։ Իրավասում անգլը կոնկրետ եվակետային տվյալ չունի այդ մեքենայի ձեռքբերման վերաբերյալ եւ տեսնում է, որ ամեն դեպքում մեքենան հաշվառված է մեծ հետաքրքիր սուբյեկտների անվամբ, փորձել է բարձր կոնկրետ ժամանակահատվածում տոնել այդ մեքենաների մաքսային արժեքները, այսինքն մենք հավանականությունների հավասարակշռման սկզբունքից ելնելով գտել ենք, որ այդ գույքերը ձեռք են բերվել հատուցելի գործակների արդյունքում եւ հիմքին ընդունել մաքսային արժեքները, որոնք ավելի փոքր են մեծամասամբ, քան հենց ձեռքբերման համար պայմանագրով նախատեսված մեքենայի արժեքները։ Իսկ որևէ իրավական հիմք, որ կարող եք հիմք ընդունել մաքսային արժեքները։ Իրավական հիմքը ապօրինի ծառայության գույքի բռնագործման մասին օրենքով անձին պատկանող գույք եզրույթն է,
մենք դրանով առաջնորդվելով կոնկրետ մաքսային արժեքի համար առանձնացված իրավական հիմք չկա, բայց ինչպես վիճակագրական կոմիտեից ստացված տվյալները մենք հաշվում ենք, որ անձը որոշակի միջին ծախսեր է կատարել իր ապուստի նվազագույն սպառողական զանգյուղի համար, նույն կերպ որոշակի ձեռքբերումներ, որի վերաբերյալ չունենք ելակետային տվյալներ, հիմք ենք ընդունում, օրինակ այդ տվյալ դեպքում պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալները, մաքսային արժեքները։ Դա կոնկրետ իրադարձություններից տրված տվյալներ են, որոնք մենք կիրառել ենք, որ դրանք հատուցելի գործակներ են, եթե անհատույց գործակներ են, ես կարծում եմ, դրանք պետք է արդեն պատասխանող կողմը ապահովի կամ ժամանակի ներկայացնել այդ տվյալները։ Եվ վերջ 4-րդ հարցի հետ կապված ունենք, մենք հետևյալ հարցադրումներն ենք արել, որ հայցադիմում եւ այդ Excel ֆայլում որոշակի անհամապատասխանություններ կար, մասնավորապես նշել ենք, որ Տատա Կարոլա Մագնիշի ավտոմեքենան օտարվել են Տատա Կարոլա ավտոմեքենայի օտարման մասով ենք նշել, անհամապատասխանություններ կային եւ խնդրել ենք հայտնել այդ անհամապատասխանությունը, դուք նշել եք, որ ավտոմեքենան օտարվել է ընդամենը 684,000 դրամով, որը էական ազդեցություն չունի հաշվարկի վրա։ Իրավասու մարմնի համար, որպեսզի ընդհանրության հայցադիմումը եւ նրանից ներկայացված ապացները։ Կխնդրեի հայտնել այս 684,000 դրամը դուք դիտարկել եք որպես օրինական եկամուտ եւ դա հաշվարկի վրա հանդիսացել եք թե ոչ, եւ ինչու եք նշում, որ դա որևէ էական ազդեցություն չունի հաշվարկի վրա։ Ես նշում եմ, որ հաշվարկը բացարձակ նույն չի կրում, նմանատիպ գործակների պարագայում Օրենքի 24 հոդվածի առաջին մասով նախատեսված գույքը չի դառնում, ասենք 50 միլիոնից պակաս եւ էական չի այս գործակը, ես չգիտեմ հիմա դա հայցադիմով կոնկրետ ոնց է նկարագրված, կարող եք դիտել, բայց կոնկրետ դուք հարցադրում եք տվել եւ մենք պատասխանել ենք, որ դա էական ազդեցություն չի, եթե նույնիսկ մենք չենք ներառել հաշվարկի մեջ։ Այլ հարցեր ունեք, Մյուսները։ Եկեք այսպես պայմանավորվենք, եթե ունեք հարցեր, որոնք բանկային գաղտնիքին չեն առնչվել, պետք է առաջարկեմ ձեզ այդ հարցերը տակ, դրանք սպառենք, նոր հասնենք այն հարցերին, որոնք առնչվել են բանկային գաղտնիքին։ Կարող ենք այդպես վարվել։ Փորձենք։ Հարգելի դատան, եթե կտակ նստած Համակարգչից Շատ հարցադրում են ընչել, որ 2006 թվականի նոյեմբերի 21-ին Գագիկ Պողոսյանի կողմից ձեռքբերվել 21 Մագնիշի ավտոմեքենան հարցադրում 31 այո, նույնականացման համարով 05 ու 005 համ, որի ձեռքբերման մանրամասները նույնպես իրավասու մարմնին հայտնի չէ։ Սակայն մսված տրանսպորտային միջոցի մաքսային ազդեցությունը կազմել է 1,711,901 դրամ։ 2006 թվականի դրությամբ Հովիկ Աբրամյանն ունեցել է 661,340 դրամ։ Նշված տրանսպորտային միջոցի ձեռքբերումը Հովիկ Աբրամյանի օրինական եկամուտով հիմնավորվել է 38.92%-ով։ Հետագայում 2011 թվականի բաժնի նկարագրական մասի համաձայն 2011 թվականին Գագիկ Պողոսյանի կողմից օտարվել է նշված ավտոմեքենան, սակայն հայցադրումում որևէ արձանագրում չի կատարվել։ Ըստ էության հարցադրումը հետաքննչել է հետևյալ տեսքով, հաշվի առնելով, որ նույնականացման համարի այսինչ ավտոմեքենան եղել է օրինական 38.92%-ով, խնդրում եմ հայտնել օտարման արժեք անհայտ լինելու դեպքում վերում նկարագրված դեպքերի նման իրավասու մարմնի կողմից ինչու չի հաշվարկվել ձեռքբերման ծախսի օրինական մասի չափով օրինական եկամուտ, դուք պատասխանել եք, որ չնայած նշված տրանսպորտային միջոցի ձեռքբերման եւ օտարման գործակները նշվել է, որ չի հիմնավորվել Հովիկ Աբրամյանի օրինական եկամուտներով, բայց իրավասու մարմինը որևէ եկամուտ կամ ծախս չի հաշվել, քանի որ տվյալները չեն տրամադրվել այսինչ տրանսպորտային միջոցի ձեռքբերման եւ օտարման վերաբերյալ։ Հարցադրումս հետևյալն է, դուք 2006 թվականի Excel 1 ֆայլում հստակ նշել եք, որ նշված տրանսպորտային միջոցը մաքսային արժեքը կազմել է, մաքսային արժեքն եք հիմք ընդունել 1,711,000, դա ներառել եք, ըստ էության ինքը ներառվել է հաշվարկի մեջ, որ դիտարկվել է որպես ծախս, որոշակի մասով նաև օրինական եկամուտից նվազեցվել է, բայց երբ որ դա օտարվել է, օտարման դեպքում որևէ եկամուտ չեք դիտարկել համամասնորեն
օրինական եկամուտի մասը, բայց դուք պատասխանել եք որևէ ձևով իրավասու մարմինը ծախս կամ եկամուտ չի դիտարկել։ Հիմա խնդրում եմ բացենք 2006 թվականի Excel ֆայլը, որտեղ հստակ նշված է, որ 1.711.000 որպես դրամական միջոցների շարժ ներառվել է, բայց դրանից որոշակի մասը օրինական եկամուտից նվազեցվել է, մյուս մասը դիտարկվել է ապօրինի, դիտարկվել է որպես ծախս։ Այսինքն մենք ունենք ձեռքբերման մասը մաքսային արժեքը կիրառած, ձեր պատասխանը չի համապատասխանում հայցադիմում հստակ նշված թվերին, այսինքն ձեռքբերման դեպքում մենք ունենք հստակ, որ դուք ձեռքբերման դեպքում կիրառել եք մաքսային արժեք, կիրառել եք 1.711.901 Երբ որ օտարումա տեղ ունեցել, օտարման դեպքում նույն մաքսային արժեքը չեք կիրառել, նույն մաքսային արժեքի համեմատորեն չափով օրինական եկամուտով եկամուտ չեք հաշվարկել, որպես Հովիկ Աբրամյանի օրինական եկամուտների դրամական շարժի մեջ։ Խնդրում եմ այս հարցի վերաբերյալ մաքսային արժեք չեն կիրառել են, ուղղակի համեմատություն երևի չի կիրառվել հայցադիմում։ օտարման դեպքում առասարակ չի կիրառվել։ Այո, մենք արդեն պատասխանը տվել ենք, որ ձեռքբերման եւ օտարման գործակները նշվել է, որ չի ignorել Աբրամյանի եկամուտներով։ Եկամուտ ծախս չենք հաշվել ըստ հայցադիմումի, աշխատանքային ֆայլը, որ Excel ձևաչափով տրամադրված է, ես նույնպես եմ նշում, որ հիմա ինքն ընդունել հայցադիմի տվյալը։ Հիմա եթե ինչ-որ առումով օրինական մաս կա, որ չենք կիրառել, դա դուք ցույց տվեք մեզ, թե կիրառելու արդյունքում ինչա փոխվում, պարոն Քոչարյան։ Այստեղ շատ կարևոր է իրավասու մարմնի մոտեցումը, հա, դուք ասում եք ձեր պատասխանը, բայց իրավասու մարմինը որևէ եկամուտ կամ ծախս չի հաշվել։ Բայց ես ձեզ հստակ ապացուցում եմ 2006 թվականի շարժումից դուք ծախս հաշվարկել եք դա։ Ծախս հաշվարկել եք այն մնացորդը, որը որ ապօրինի է եղել, եւ օրինական եկամուտից համեմատորեն նվազեցրել եք այդքան գումար եւ այդքան 38-92%-ի չափով դա դիտարկել եք որպես օրինական եկամուտ, իսկ մյուս մասը, այսինքն նվազել է օրինական եկամուտից, իսկ մյուս մասը ապօրինի ծախս է, այսինքն 2006 թվականի շարժի մեջ ինքը ներառվել է։ Բայց երբ որ նույն ավտոմեքենան 2011 թվականին վաճառվում է, այս դեպքում դուք ընդունում եք մաքսային արժեքը, բայց երբ որ 11 թվականին վաճառվում է, ասում եք, քանի որ տվյալներ չունենք, որևէ բան չեն դիտարկել։ Այսինքն ո՞նց է, երբ որ իրավասու մարմնի համար շահավետ է այն տեսանկյունից, որ հայցապահանջի չափը կարող ավելանա, կարող դիտարկի, իսկ երբ որ հայցապահանջի չափը կարող նվազեցվի, դա ձեր համար որպես շահավետ չի այդ տեսանկյունից, դուք չեք հաշվարկում։ Նույն տրամաբանությունն է, մի դեպքում էլի տվյալ չեք ունեցեք, կիրառել եք մաքսային արժեք, մյուս դեպքում չեք կիրառել մաքսային արժեք, այն դեպքում, երբ որ դա բխում է, տվյալ դեպքում Գագիկ Պողոսյանի ու առավել ևս այս գործի շահերի։ Խնդրում եմ հարցի վերաբերյալ նույն տրամաբանությամբ, այսինքն եթե 666 ու 340 դրամը նվազեցվել է Հովիկ Աբրամյանի օրինական եկամուտներից, նույն տրամաբանությամբ 11 թվականին մաքսային արժեքի որոշակի չափով օրինական եկամուտ էր դիտարկվելու դա։ Ինչի չի ներառվել, որը կարող ուղղել որևէ գույքի ձեռքբերման ու այդքանով համարվել օրինական եկամուտ։ Արձադրումը դրան Քոչարյան պատասխանած է ձեր գործընկերը քիչ առաջ նշեց, որ ինչու է կիրառում մաքսային արժեք։ Հիմա դուք ասում եք կիրառում եք մաքսային արժեք, ինչի օրինական չեք դիտարկում եք մաքսային արժեքի օրինական ինչ-որ տոկոսավերիք է։ Ես նորից եմ նշում, մենք անընդհատ, քանի որ մեր աջակցող աշխատակիցով հայցադիմը կազմելու ընթացքում նաև Excel ֆայլը կառուցել է, ազատված աշխատանքից եւ հիմա պարոն Աթյանի հետ կրկին վերանայում ենք որոշակի ֆայլերը եւ եթե դրանք էական ազդեցություն ունեն, հենց մենք դրանք արձագանքենք, որ ինչ-որ գործակներ ունեն էական ազդեցություն եւ կա հայցի հիմքի առարկայի փոփոխության անհրաժեշտություն։ Բայց նման ամեն մի փոքր գործակ, որը, չգիտեմ, մաքսային արժեքը մենք միջանա գնահատել, որը ունի 30% օրինականության ինչ-որ որոշակի տոկոս, դրանցով ես կարծում եմ, որ էական որևէ բան չի փոխվում, մեր կողմից հայտնաբերված ապօրինի ծագում ունեցող գույքերի հետ կապված, այսինքն դրանք այնքան մեծ են իրենց թե քանակով, թե դրամական մեծություններով, որ այս 600,000-ը եւ չգիտեմ 400,000-ի նվազեցումները էական ազդեցություն չեն ունենալու։ Եվ դրանց հանրագումարը, թե դրա ինչքանով է դա էական ազդելու։ Ես կարծում եմ, որ պատասխանը խորհուրդ պետք է մեզ ցույց տա, թեկուզ եւ ձեր կողմից մշակված Excel ձևաչափով։ Եվ մենք կհամադրենք այդ դեպքում մեր ունեցած թեկուզ աշխատանքային ֆայլերը։
Մենք կարող ենք անվերջ դա բանավիճել, թե օրինակի համար ինչու 600,000-ի մեջ 30,000 դրամը չեք հաշտել, բայց դա ի՞նչ է փոխելու էս մեծածավալ հայցադրումի ապօրինության վրա։ Պարոն Եզնիկյան, դուք տվեք չհամաձայնվել բացարձակապես ձեր արտահայտած կարծիքով նախ առաջինը մաքսային արժեքի կիրառման մասով, դուք ասում եք մաքսային արժեք, մյուս ձեր գործընկերը ասում է մաքսային արժեքը ինչու է կիրառել։ Ես ևս նման հարցադրում հնչեցրել եմ հենց տրամաբանության մեջ, արդյոք դրա իրավական հիմքերը առկային մաքսային արժեք կիրառելով, եւ որևէ սպառիչ պատասխան չեմ ստացել, բայց դա թողնում է հետագայում դատաքննության հետագա փուլերի հետ կապված քննարկման հարց, այս բանը չեն բարձրացնում դա։ Այստեղ խնդիրը իրավասու մարմնի մոտեցման մեջ է, ինչի է մի դեպքում իրավասու մարմինը կիրառում մի մոտեցում, որը եթե մեր համար ընդունելի չէ, բայց մյուս դեպքում, որը որ արդեն բխում է տվյալ դեպքում ինվեստորի շահերից չի կիրառում նույն մոտեցում։ Հարցադրումը դրան է վերաբերում։ Եթե մի դեպքում կիրառում եք մաքսային արժեք, միասնական մոտեցում ցուցաբերեք բոլոր դեպքերի վերաբերյալ։ Այստեղ խնդիրը միասնական մոտեցման մասին է, այստեղ գումարի մասին չի խոսքը դեռևս։ Եվ գումարի մասին անդրադառնում հաջորդ է։ Այստեղ միասնական մոտեցման մասին է։ Եթե կիրառել եք մաքսային արժեք վերցրել եք ու փորձում եք հիմնավորել, որ դա ունի իրավական հիմք, ապա դա կիրառեք մյուս դեպքերի համար ևս։ Երբ որ դա օտարվում է, օտարման տվյալներ չունենք, վերցնեք նույն մաքսային արժեքը, այդքանի չափով օրինական եկամուտները դիտարկեք այդ տարվա շարժումից որպես օրինական եկամուտ։ Իսկ ինչ վերաբերում է ձեր ասած մյուս կարծիքին, որ ըստ էության գումարային տվյալները այդքան էական չեն, ըստեղ 600,000 դրամի մասին է խոսքը, հաջորդիվ ևս ունենք գումարներ 270,000 դրամ, 2 միլիոն դրամ։ Ձեզ կարող է դառնալ այդ լուրջ թիվ, որ եթե այստեղ այդ լուրջ թիվը մեզ ներկայացրեք հարավումները։ Բայց այստեղ խնդիրը նրանում է, որ ձեր հաշվարկների մեջ դուք արդեն լուրջ թվերի խախտումներ ունեք։ Առնվազն հայցը պահանջի տեսանկյունից ու պահանջում եք իսկ գումար, որի մեջ այդ գումարները հաշվարկված են, բայց պետք է չհաշվարկվեին եւ այդ գումարը պետք է այդքանով առնվազն պակաս լինի։ Հիմա հաջորդ հարցին։ Մենք էլի կներկայացնենք հիմնավորումներ, բայց այստեղ դուք հաշվարկ եք արել, որի տրամաբանությամբ դուք դա դիտարկում եք ոչ էական, բայց այստեղ կարևոր հանգամանքային, որ տվյալ ժամանակահատվածում միգուցե գույքի ձեռքբերման մեջ այդ նշված գումարը նույնպես դիտարկվել որպես օրինական եկամուտով ձեռքբերված այդ գույք, որը հետագայում արդյունքն շատ ավելի կարևոր է, այնպես որ միանշանակ չի այդ գումարը միայն դիտարկել 600,000, ենթադրենք 2011 թվականին ձեռքաբերվել գույք, 1 միլիոն դրամով, որը հիմա արժի օրինակհամար 50 միլիոն դրամ։ Եվ այդ 1 միլիոնի մեջ 600,000 ուղղելով որպես օրինական եկամուտ, դրա 66%-ը առնվազն դիտարկելով օրինական, այսօր 50 միլիոնի 66%-ն է լինելու օրինական։ Դուք միանշանակ դիտարկում եք այն տրամաբանության մեջ, որ եթե այս գումարը կա 600,000, ասենք 20 միլիարդի մեջ կամ 21 միլիարդի մեջ էական դա չի խանգարում, չեք նայում այն տրամաբանության մեջ, եթե այդ գումարը լիներ այդ տարեթվին ուղղվել գույքի ձեռքբերմանը, դա օրինական եկամուտի տեսանկյունից շատ ավելի կարող այլ էֆեկտ ապահովել։ Այդ տրամաբանության մեջ համակարգիչ չեմ, կարծում եմ այս մոտեցումները պետք է փոխել ու առնվազն եթե իրավասու մարմինը դիտարկում է, որ պետք է պահանջ ներկայացվի վերջնական արդյունքում, հենց այս փուլը նրա համար, որպեսզի այս հարցադրումների ամփոփումից հետո առնվազն դեր դիրքորոշումը փոխվի հայցի փոփոխման կամ նվազեցման կամ որոշակի գործողությունները, մեր հարցադրումները դրան է վերաբերում, ամեն դեպքում եթե իրավասու մարմինը այլ մոտեցում կողքերի, մենք համապատասխան գործողություններով կշարունակենք գալ։ Ճիշտ ասած, մյուս հարցադրումը վերաբերում է նույնպես 32-րդը նմանատիպ հարցադրումների, որտեղ դուք նշել եք, որ ըստ էության որևէ եկամուտ կամ ծախս չեք հաշվարկել, տվյալ դեպքում հարցադրման մեջ հնչել է 4 տրանսպորտային միջոց, որից 2-ը դուք հաշվարկել եք որպես ծախս, իսկ մյուս 2-ը այո չեք հաշվարկել, խոսքը վերաբերվում է, քանի որ այս հարցադրման վերաբերյալ դեր պատասխանը լսեցի, կարծում եմ ստեղ ընդհանրական պետք է հարցը ձևակերպել, ոնցնեմ առաջ պատասխանը արդեն իսկ ակնկալելով, որ խնդրում եմ այս հարցը ևս 32-րդ մասով վերանայեք, որ դուք նշել եք, որ որևէ եկամուտ կամ ծախս չեք դիտարկել, առնվազն Toyota Corolla 20 մատնիշի ավտոմեքենայի մասով և մյուս ավտոմեքենան ստեղ Range Rover Sport մատնիշի ավտոմեքենայի մասով 1,750,000 դրամ, էլի մաքսային արժեքով 2,500,000 դրամ ևս դիտարկել եք որպես ծախս, բայց ձեր պատասխանում նշել եք, որ որևէ եկամուտ կամ ծախս չենք դիտարկել և հաշվարկի մեջ չենք ներառել, բայց իրականում ներառված են։
Այստեղ հաջորդ հարցը վերաբերվում է նույն տրամաբանության շարքից 2013 թվականի բաժնի ամփոփի կաղուշակի հարցադրում են, հնչեցնում, պատասխաններ ասեմ, որ ցույցեր համար 49 Այստեղ ավտոմեքենան ըստ էության Գագիկ Պողոսյանի անվամբ ձեռք է բերվել 43 միլիոն 850 դրամ, սակայն նշվել է իրականում նշվել է 43 միլիոն 850 հազար դրամ, սակայն իրականում ձեռք է բերվել 43 միլիոն 580 հազար դրամ, այսինքն 270 հազար դրամ տարբերությամբ։ Դուք նշում եք դա տեխնիկական վրիպակ է։ Դեմ չեմ, կարա տեխնիկական վրիպակներ լինի, ըստ էության հայեցի մեծածավալ ամեն ինչ լինելով պայմանավորված, բայց այս տեխնիկական վրիպակը ձեր կողմից որևէ իրավական հետևանք առաջացնել է, թե ոչ հայցը այդքանով առնվազն նվազել է, թե դուք համարում եք սա տեխնիկական վրիպակ է ու գնում ենք առաջ հետագայում, չգիտեմ, ակնկալով, որ դատարանը սրանալական կամ ուզում եմ հասկանամ, եթե դուք ընդունում եք, որ դա տեխնիկական վրիպակ է եւ առավել եւս 270 հազար դրամի տվյալ դեպքում ունենք շեղում։ Այդքանի չափով առնվազն հայցը պահանջը նվազեցվելու է, թե ոչ։ Հնակարավոր պահան Քոչարյանով ինչականության սկզբունքը մենք ենք իրացնում եւ ինչ-որ մի փուլի արի, եթե տեխնիկական վրիպակով 250 հազար դրամ մենք ավել ենք հաշվել, կնվազեցնենք այդ մասով, իհարկե։ Բայց միայն այդ 250 հազար դրամի համար մենք չենք փոխելու 300 թերթից բաղկացած հայցադիմումը եւ յուրաքանչյուր նման դեպքում չենք պատրաստվելու փոխել, եթե ավելի էական շեղումներ չնկատենք կամ ձեր կողմից բերված ապացույցները, եթե ողջամիտ դիտարկենք, դա ևս ընդունենք եւ փորձենք ինֆարակայի փոփոխությամբ նոր տվյալներ ներկայացնել։ Թե էքսել տարբերակով, եթե հիմքի առարկայի փոփոխություն, միջնորդություն։ Այսինքն այս փոքր շեղումները չի կարող հանգեցնի մեզ ամեն անգամ հայցին առարկա փոփոխել։ Դրանք պետք է հավաքական լինեն, ձեր կողմից ներկայացվեն եւ մենք էլ հասկանանք, հիմա նորից եմ նշում, որ մենք ենք նորից վերանայել մեր աշխատանքային ֆայլը հասկանալու համար, որտեղ մենք այդ գործարքներ կա, պետք է կրկին վերանայենք, որպեսզի հասկանանք դրանք ներառված են, թե չէ։ Մենք հայցադիմում ամբողջությամբ ցույց ենք տվել այդ թվային մեծությունները, բայց Excel ձևաչափի համար առավելապես մեզ պետք է, որպեսզի հայցորի ներկայացուցիչը նորից վերանայ այդ ամենը։ Այստեղ որոշակի հարցադրումներ կա, որոնց անդրադարձել եք պատասխանով եւ ընդունել եք, որ հակասություններ են եղել, որ մի դեպքում օրինական դիտարկել, մի դեպքում ապօրինի հայցադրումի տարբեր մասեր են, բայց դուք փաստել եք, որ այո, այսքանով օրինական է, այդ մասերով չեմ անդրադառնում, կարծում եմ սպառիչ է եւ ձեր պատասխանը վերջնական արդյունքում հայցի շփման արդյունքում կձևակերպի վերջնական, ձեր պահանջի մեջ եւ դրան անդրադարձ չի կատարվի, դրա համար հիմա չեմ ուզում դրան անդրադառնալ։ Հաջորդ հարցը, որ ըստ էության կարծում եմ գլոբալ քննարկման կարիք ունի, վերաբերվում է այստեղ վճարված հարկերի մասով ձեր պատասխանին 66-րդ հարցի վերաբերյալ, էլի։ Այստեղ հարցադրումը հնչել է եկեղեցիով, որ հայցով ներառված անձանց կողմից կատարված մի շարք ծախսեր եւ գույքեր ձեռբերումներ իրենց մեջ պարունակում են հարկեր, մասնավորապես ավելացված արժեքի հարկ, որոնք իրավական տրամաբանության փաստացի վճարվել են հայցում ներառված անձանց կողմից։ Այսպիսի ծախսեր եւ գույքեր ձեռբերումներ իրավասու մարմնի կողմից հայցով ապօրինի գնահատվելու դեպքում այդ գումարների կամ գույքը ներկայացված են բռնագանձում, ինչի արդյունքում ստացվում է, որ գույքի ձեռբերման ժամանակ ֆիզիկական անձանց կողմից պետության հարկի փաստացի վճարումին ենթադրող ապօրինի միջոցներով կատարվելու դեպքում ըստ էության այդ գումարները կամ դրա վերափոխումը կրկին ներկայացնում են բռնագանձում։ Այստեղ կոնկրետ պատասխանը ձեր կողմից հնչել է հետևյալի հետ, ձեր նշված օրինակներով վճարել են նշված կազմակերպությունները, իրավասու մարմինը հաշվարկել է ընդհանուր գումարը, թե ինչ է արժեցել տվյալ գույքի ձեռքբերումը։ Այստեղ հարցը մի քիչ ավելի գլոբալ է, խոսքը չի վերաբերում այն դեպքերին, երբ որ օրինակյանը այդ գործակների մեջ չկան ավելացված արժեքներ։ Նույն դեպքում Գագիկ Պողոսյանը 2016 թվականին Avangard Motors-ից ձեռքբերել Mercedes-Benz Mark-ի ավտոմեքենա վճարել է 32 միլիոն 650 հազար դրամ, որի մեջ եղել է ավելացված արժեքի հարկ։ Այստեղ խոսքը վերաբերում է հետևյալին, որ վճարման մեջ ներառվում է նաև ավելացված արժեքի հարկը եւ վճարելով Գագիկ Պողոսյանը այդ ընկերությունը բնականաբար վաճառքից առաջացած ավելացված արժեքի հարկը վճարել է պետությանը։ Ոստեղ ունենք մի շարք ձեռքբերումներ։ Հաստատի ստացվում է, որ
ըստ էության այս գումարի մեջ ներառված ավելացված արժեքի հարկ, որը վճարվել է պետությանը, հիմա մենք պահանջում ենք այս գումարը, հաշվի առնելով, որ այդ գույքը օտարվել է հետագայում, որի մեջ ըստ էության արդեն իսկ ավելացված արժեքի հարկը վճարվել է պետությանը, այստեղ կարևոր է ձեր մոտեցումը հասկանալ այն դրամաբանության մեջ, որ նմանատիպ գործարքներ շատ են ու առավել ևս, ենթադրենք, եթե օրինակի համար այդ գործարքը ճանաչվի անվավեր, հա, ոչ այս վարույթի շրջանակներում, որ ձեր կողմից նշվել է, որ նշված կազմակերպությունն է վճարել, այո, նշված կազմակերպությունն է վճարել, բայց վճարվում է տվյալ դեպքում Գագիկ Պողոսյանի վճարված գումարներից, որտեղ դրա մեջ ներառվում է նաև ավելացված արժեքի հարկը, եւ այս տրամաբանության մեջ եթե դիտարկենք, որ պայմանագիրը դառնա անվավեր կամ ոչինչ ու կիրառվի դրա իրավական հետևանքներ, այստեղ չի վերադարձվելու այն գումարը, որի մեջ հարկը ներառված չէ, այսինքն ամբողջ գումարն է վերադարձվելու, այստեղ չեն ասելու, որ եթե գործարք անվավեր է ճանաչում, այստեղ դիտարկում է, որ գործարք չի առաջացել, դրանից բնականաբար հարկ չի առաջացել եւ այդ հարկը կազմակերպության մոտ գնում է որպես դեպետ մնում է էլի, բայց տվյալ դեպքում Գագիկ Պողոսյանի վերադարձում է ամբողջ գումարը, ոչ թե նվազեցված հարկերը։ Հիմա այստեղ հարցադրում է հետևյալն է, նմանատիպ գործարքներ ևս ունենք, արդյոք դուք դիտարկում եք, որ այն գումարները, որոնք առնվազն հարկի տեսքով վճարվել են պետությանը, ևս ենթարկային բռնականացման։ Մենք նման դեպքերում միշտ հանդիպում ենք, որ ընկերությունները սահմանում են այնպիսի գին, դրա դեպքում ավտոմեքենայի համար, որը արդեն իսկ իր մեջ ներառվում է, չէ՞, այսինքն մի քիչ է թանկ է վաճառում ընկերությունների գույքը, որպեսզի հարկ ավելացված արժեքի հարկը պետությանը վճարվի։ Այստեղ մենք չենք դիտարկում Գագիկ Պողոսյանը, որ հարկ վճարվա, հարկային գործակալը, այդ տեսանկյունից չենք դիտարկում։ Չէ, այստեղ մենք ամբողջ հարցնիչում է 32.650.000 դրամ գումար է վճարել Գագիկ Պողոսյանի X ընկերությանը։ 32.650.000 դրամի մեջ դիտարկենք հարկը ավելացված արժեքի հարկը 20%-ով կազմում է մոտ 6 միլիոնի կարգի 5.8 Հիմա ասենք այդ գումարի չափով արդեն իսկ վճարվել է այդ գործարքից առաջացած 5 միլիոնի դրամի հարկը, արդեն իսկ վճարվել է այդ ընկերության կողմից այդ գործարքից առաջացած պետության որպես ավելացված արժեքի հարկ։ Հիմա մենք պահանջում ենք, որպեսզի 32.650.000 հետ վերադարձնի բռնականացման գումար, որի մեջ ներառված է նաև ավելացված արժեքի հարկը, որը արդեն իսկ վճարվել է պետությանը։ Արդյոք այս պահանջի դեպքում չպետք է նվազեցվի այն ավելացված արժեքի հարկը, որը արդեն իսկ վճարվել է պետությանը։ Ստացվում է մի հատ գործարք եմ արել, գործարքի հարկը վճարել եմ, գործարքը ճանաչում է անվավեր, հա, ինձանից պահանջում են նորից այն հարկի գումարը, որը ես արդեն իսկ վճարել եմ պետությանը։ Եթե սա դիտարկում ենք, որ այս գործարքը ըստ էության այստեղ իրավական հիմքերից, ասենք ասեմ, առնվազն ձեր տեսանկյունից, հա, մեկնաբանման պետք է բռնականացման ենթակա գումարը որպես ապօրինի եկամուտ, ապա այդ հարկի գումարը առնվազն պետք է նվազեցվի, որտեղ հարկի գումարը արդեն իսկ գնացել է պետական բյուջե եւ վճարվել է պետությանը։ Կամ առասարակ ես հարցի վերաբերյալ մոտեցում եմ։ Ես խոսքը չի վերաբերում այն դեպքերին, որտեղ ավելացված արժեքի հարկ չկա, խոսքը վերաբերում է հստակ այն դեպքերին, երբ որ գումարը վճարվել, այդ գումարի մեջ դրված ավելացված արժեքի հարկ։ Եթե անօրինական եկամտի հաշվին է թեկուզ պետությանը վճարվել, ես այն կարծիքին եմ, որ այո, պետք է վճարի նաև այն դեպքում, երբ որ ձեր ասած դեպքում օրինակ գործարքն անվավեր կճանաչվի, հա, գումարը հետ կգա դրա դեպքում Գագիկ Պողոսյանին։ Այդ փուլում կոնկրետ գործարքի պահին ինքի անօրինական եկամուտ Գագիկ Պողոսյան չէ, ես նկատի ունեմ գույքերի փաստացի սեփականատիրոջը Հովիկ Աբրամյանն իր անօրինական եկամուտների հաշվին ըստ մեր կանխավարկածի, մեր կարող հայցի տրամադրության անօրինական գումարի հաշվին այդ մեքենան ձեռք բերել։ Հիմա եթե թեկուզ որոշակի մաս պետությանը ավելացված արժեքի հարկել է վճարվել, որը դրա դեպքում ես կազմակերպությունը վճարել, դրա մեջ չեմ ուզում շատ մանրամասնել, բայց ես գտնում եմ, որ այո, եթե պետությանը վճարվել է անօրինական գումարների հաշվին, չպետք է նայենք, որ եթե արդեն վճարված է պետությանը, դա պետք է նվազեցվի, ոչ։ Եթե անօրինական գումարի հաշվին է, պետք է նորից վճարվի, այսպես ասեմ։ Իսկ կներեք, Մահաքոչարյան ներողություն կարել է, այստեղ նայեք, հարկ վճարումը Գագիկ Պողոսյանը չի եղել, հարկ վճարումը եղել է ընկերությունը, որ վճարել է։ Եթե այդպես ձեր ասած տրամաբանությամբ մոտենանք,
այդ արժեքի մեջ, ձեռբերված գույքի արժեքի մեջ ներառվում են ընկերության ծախսերը, ընկերության աշխատողների աշխատավարձերը, որից նաև վճարվում են համապատասխան հարկեր։ Այստեղ հարցը այլ է, կա անձը ինքը իր հարկերն է վճարում, թե անձը վճարում է մի գումար, որտեղ կա կազմակերպության հարկերը։ Այստեղ կոնկրետ դրած օրինակներով սա այո, սա մեջ կա ավելացված արժեքի հարկ, բայց սա ձեռբերողի համար ինքնարժեքի մեջ է աշխատում, այսինքն անձի համար կոնկրետ ինքը գումարը վճարում տրանսպորտային միջոց ձեռբերելու համար, նույն ձևով դուք կարող եք օրինակ նայել առևտրային կետերում, որտեղ որ առևտրային ընկերությունը զբաղվում է հարկային, այսինքն ավելացված արժեքի դաշտում աշխատում, այդտեղ ցանկացած գրիչի ձեռբերումը օրինակ կարող է լինել ավելացված արժեքի հարկ նրա աշխատի մեջ։ Եվ այստեղ ավելացված արժեքի հարկը վճարում է ոչ թե որպես հարկային գործակալ ընկերությունը, այլ որպես իր գործունեությամբ առաջացող հարկ։ Սա ոչ թե Գագիկ Պողոսյանի կոնկրետ օրինակի մասում է, ոչ թե Գագիկ Պողոսյանի անվան հարկի վճարում է տեղի ունենում, այլ ընկերությունը իր հարկն է վճարում իր բիզնես գործունեության արդյունքում։ Իսկ այն ավելացված արժեքի մասը, որը հաշվարկվում է գործարքից, դա Գագիկ Պողոսյանի համար մտնում է ինքնարժեք։ Այսինքն Գագիկ Պողոսյանը դա ոչ թե հարկի տեսքով է տալիս, այլ ինքնարժեքի տեսքով է տալիս, իր վրա նստում է այդքան կոնկրետ գույքի ձեռբերման համար։ Այլ հարց է քննարկել, եթե Գագիկ Պողոսյանի շուտ գործունեության արդյունքում հարկ է վճարում, օրինակ եթե վարձակալությամբ է տվել գույք եւ դրա համար 10% վարձակալական վճար է տալիս, կամ հարկային գործակալ, այսինքն վարձակալը ըստ պայմանագրի տա 10% եկամտային հարկ վարձակալությունից։ Սա այլ հարց է։ Հիմա դուք որ կոնկրետ ձեր նշած օրինակներով սրանք բոլորը ինքնարժեքի մեջ արտացոլված է, այսինքն այստեղ կոնկրետ Գագիկ Պողոսյանը կամ այլ անձ, որ ինչ-որ գույք է ձեռբերում, որի մեջ կա հարկ, կոնկրետ ավելացված արժեքի հարկ, սա մտնում է ինքնարժեքի մեջ եւ այստեղ Գագիկ Պողոսյանի անվան հարկի վճարում տեղի չի ունենում։ Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, որ եթե վարկային միջոցներով գրավել եւ տոկոսների մանուկ է անում, այդ տոկոսներից բանկերը հարկեր են վճարում իրենց գործունեության համար, տալիս են աշխատավարձ տալիս են եկամտային հարկ, այսինքն մենք կարող ենք ասել, որ վարկային միջոցների դրանց վճարված հուսակումարներում հարկային հարկեր, գրեք հաշվարկեք այդ հարկերը, հասկանանք այդ հարկերը այս անձը տոկոսների վճարելու հարկերի համար որ ծավալն են կազմում։ Հենց մեր մոտեցումը այս հարցին այն է, որ եթե կա հարկեր, որոնք անուղղակի կերպով մտած են ապրանքի մեջ, դրանք մտնում են ինքնարժեքի մեջ, այսինքն անձը չի վճարում այդ հարկը, այլ ընկերությունն է վճարում, որը իր գործունեություն պայմանավորված է։ Իսկ այն պարագայում, երբ որ անձը վճարում է հարկ հենց իր գործունեության հետ կապված նշած օրինակով, օրինակ վարձակալությունն է։ Այս հարցի այլ կողմն է, որ կարելի է քննարկել ձեր նշած օրինակներով, ես նայեցի հարց 66-ը, նշած օրինակներով սրանք ամբողջությամբ ներառվում են ինքնարժեքի մեջ, այսինքն մենք սա այդ ավելացված արժեքի մասը չենք դիտարկում որպես հարկ, ինքը հարկեր չի։ Դա ընկերության հարկն է, դա ընկերությունն է հարկ վճարում իր գործունեության համար, ոչ թե դա կոնկրետ Գագիկ Պողոսյանի կամ այլ անձի հարկն է, որը որ հարկ որպես հարկային գործակալ վճարում է այդ ընկերությունը։ Շատ տարբեր Եթե վերջացրեք ճիշտ ասած, բացարձակ համաձայն չեմ ձեր մոտեցմանը, ասեմ միշտ տրամաբանության, ըստ էության պետք չի թրջել խնդիրը տեղափոխել այլ դաշտ, որպեսզի տպավորություն ստեղծի, որովհետեւ վերաբերներ չկան անցկացնելու, այստեղ բացարձակ ոչ չի գնում ոչ եկամտային հարկի մասին, ոչ շահութարկի մասին, բացարձակ այդ ընկերությունը բազմաթիվ հարկատեսակներ կվճարություններ, ակցիզային հարկ, պաշտոնական։ Հիմա պետք չի խճճել ամեն ինչ, որպեսզի չկարողանանք ըմբռնել ճիշտ կողմնորոշման հանգել։ Այստեղ խոսքը ավելացված արժեքի հարկի մասին է բացառապես։ Եկամտային հարկը վճարի տվյալ ընկերությունը այդ ավտոմեքենան նախքան վաճառելը ներմուծում է իրականացրել, որի համար ավելացված արժեք է, ընկերությանը հարկատեսակների գործակներից առաջացող հարկատեսակներն են, որը վճարում է։ Այստեղ խոսքը վերաբերում է հետևյալին, իմ հարցադրումը հետևյալն է, արդյոք ստեղ չենք տեսնում այն առնվազն այն գումարի չափով, որը ավելացված արժեքի հարկա վճարվել կրկնակի գանձման, որովհետև հիմա զուգահեռներ անցկացնենք, ենթադրենք ապօրինի
Պարոն Երեմյանին արձագանքեմ, ասում եմ ապօրինի միջոցներով շատ լավ, ապօրինի միջոցներով ենթադրենք ապօրինի միջոցներով ես օրինակի համար որևէ բան ձեռք բերեցի կամ անհատույց որևէ մեկին տվեցի գումար։ Դա իմ համար դիտարկվում է ծախս եւ այդքանի չափով առնվազն, ճիշտ է։ Ես այդքանի չափով առնվազն իմ նկատմամբ բռնագանձման պահանջ կարող ներկայացվի։ Ոչ ավելի։ Հիմա այստեղ խոսքը հարցադրում է հետեւյալն է, այն դեպքում, երբ որ ընկերությունը թեկուզ ապօրինի միջոցներով, թեկուզ օրինական միջոցներով, այստեղ սկզբունքն է պետք է հասկանալ։ Ձեռքաբերում որևէ գույք, որի մեջ ներառված ավելացված արժեքի հարկը, ուստեղ կազմակերպությունը այո վճարում, որպես այդպիսի վճարող կազմակերպությունն է, դա որևէ մեկը չի ժխտում, բայց այդ կազմակերպությունը վճարում է հենց այդ գործակից առաջացած հարկը, որը վճարվել է տվյալ դեպքում Գագիկ Պողոսյանի կողմից։ Ավտոմեքենայի ձեռք, այո, մտած է ինքնարժեքի մեջ, բայց որպես ավելացված արժեքի հարկ, որը վճարվել է պետության իմաստեղ հետ եմ ասում։ Հիմա այս ապօրինի միջոցներով օրինակի համար X գումար վճարեցին պետությանը, ու ցույց տվեցին, որ այս ապօրինի միջոցները հարգելի հայաստաններ ձեր ապօրինի միջոց եմ ունեցել, տարել եմ անհատույց վճարել եմ պետ բյուջե։ Հիմա դուք իմ նկատմամբ առնվազն այդ գումարի չափով բռնագանձման պահանջ եք ներկայացնելու։ Հարցադրվում է, եթե ավելացնելու խնդրեմ։ Մեր դիտարկման դիտքը դիտարկվում է որպես ինքնարժեքի մեջ, այսինքն Եթե կրկնելու եք ձեր պատասխանը, որ հնչեցրել եք, այլ հարց պարոն։ Բայց կներեք հարգելի դատարան, ես հարցադրմանս պատասխանը չստացա, այն դեպքում, երբ որ ես ապօրինի միջոց ունեմ, ես ապօրինի միջոցը 100% տարի վճարել եմ պետ բյուջե, ու վճարման անդորագիրներ ներկայացնում եմ, ասում եմ 100 միլիոն ապօրինի միջոց։ Հարցը հնչեցրեցիք, իրենք իրենց պատասխանը ներկայացրեցին։ Հիմա բավարարված եք թե չի, դա այլ հարց է։ Բայց չեմ ստացել պատասխան, հարգելի դատարան։ Հարցը կրկնեցիք, հարցը հանվեց երկրորդ անգամ արդեն։ Խնդրեմ, Տիկին Մելոսյան, այդ նույն հարցին է վերաբերում։ Իհարկե այլ բնույթի հարցը։ Խնդրին վերաբերող, բայց այլ հարց։ Ներկայացրիք։ Անկախ իրավական գնահատականներից ինքնարժեքի մեջ մտնողը պետք է դիտարկել, թե չէ, եթե դա մի կողմ դնես, դուք ընդունում եք, որ այնուամենայնիվ գումարը վճարվել է Գագիկ Պողոսյանի միջոցների հաշվին։ Ոչ, Գագիկ Պողոսյանը մեր ուսումնասիրման սուբյեկտը չի եղել։ Դա բազմաթիվ այլ ձեռքբերումներ կան Արգամ Աբրահամյանի կամ Հովիկ Աբրահամյանի։ Բոլոր ձեռքբերումները վերագրել եք Հովիկ Աբրահամյանի, չէ՞, այդ թվում նաև այս ձեռքբերումները վերաձևավորվել են։ Անգամ եթե կհամաձայնենք դրոշներ, դեռ մենք չենք համաձայնում։ Այնուամենայնիվ, ընդունում եք, որ ավելացված արժեքի հարկի գումարը այդ չափով վճարվել է թե ընկերության կողմից, նույնիսկ կարելի է համաձայնել թե որպես ընկերության հարկ, այնուամենայնիվ Հովիկ Աբրահամյանին վերագրվող գումարների հաշվին։ Հովիկ Աբրահամյանին վերագրվող գումարների հաշվին վճարվել է պետությանը։ Շնորհակալություն։ Մնացածին ասող դիրքաշնը ամբողջությամբ հասկանում։ Ավելի հստակ լինի, որ տարբեր ոդկաստրեր։ Մի դեպքում պետության այլ նպատակով է գումար դնում, դիտարկել են ապօրինի եկամուտների հաշվին։ Բայց իրա փողի հաշվին են, իրանից գոյացած, իրանից դուրս եկած, եթե կարելի է այսպիսի եզրով օգտագործել, իրա գումարների հաշվին է, որ հարցի հետ կապված դուք կարող եք դիմել այդ ընկերություն, ճիշտ է կոնկրետ այդ գումարի հետ կապված, ինչ գումարի հաշվին է հարկը վճարվել, որովհետև այդտեղ չծավալվենք, որովհետև այնտեղ անուղղակի հարկ է, այնտեղ պետք է դեպի հասկացողություններ կան, դիմեք այդ ընկերություն, կասեն ձեզ այդ գումարի հաշվին հարկ վճարել են, թե ոչ եւ ինչ հարկ է վճարել, ինչ չափով։ Երկար ուսի թեմայի վրա չծանրանանք, դրան չեմ Հարցը կոնկրետ հարց։ Պարոն Յանաքյան, ձեզ մի հարցն եմ, ասացիք, որ բացի այն ամեն ինչ որ նշվեց, հաշվի առնելով, որ այդ հարկը վճարվել է ապօրինի միջոցների հաշվին։ Դուք պնդում եք, որ դրանով իսկ պայմանավորված, այո, ենթակա է նույնիսկ կրկնակի կանցման, հա։ Այդ սանկցիոն բնույթը, որ եթե վճարումը կատարվել է ապօրինի միջոցների համար հաշվին, դա կրկնակի ենթակա է կանցման, ինչ իրավական է։ Ապօրինի ծագումցում բռնագանձման մասին օրենքի տրամաբանության ժամանակին, եթե անձը իր ապօրինի եկամուտների հաշվին որոշակի պարտավորություն է կատարել պետության հանդեպ, Կրկին պետք է պետության հանդեպ նույն պարտավորությունը կատարի։ Կրկին նկատի ունենք, եթե գումարային օրինակի համար հաճախակի լինում է, չէ, կողմը միջնորդում է, որպեսզի հարկային պարտավորությունները կատարելու համար թույլատրվի, որպեսզի որոշակի գումար հատկացվի այդ պարտավորություններին։ Մենք այն դիրքորոշում անենք, որ մեր հայտնաբերված ապօրինի գումարների հաշվին չպիտի կատարվի դա։ Թող կատարվի իհարկե պետության նկատմամբ այդ պարտավորությունը, ոչ այդ գումարի հաշվին։ Եթե արդեն իսկ կատարվել է, Ես նորից
է նշում, Համարվում է պարտավորությունը չկատարած էր դրամաբանության։ կոնկրետ այդ պարտավորությունը կատարված է, հիմա հարկա վճարել միջարը, դա հաշվել ենք, որ ուղղակի նշում ենք կատարել, հա, ինքնարժեքի մեջ է եւ իր ապօրինի միջոցների հաշվից է կատարել։ Դա ծնկը շատ է։ Հա, ուրիշ հարկ չի։ Այդ մի կողմ դնելով, բայց եթե ապօրինի միջոցներին է հաշվել, կատարել եւս մեկ անգամ պետք է այդ գումարը վճարել։ Չէ, կոնկրետ այս իրավիճակն եք ասում։ Ես ավելի ցույց Պարոն Ասատրյան, մի րոպե համբերեք Տիկին Պիրոսյանը ավարտելու։ Ավելի կբարձրաբանվի, ես դեռ չեմ։ Մի րոպե, ձեր հարցը եկեք դուք Իմ հարցը դա է, եթե Ասատրյանը ավելի այլ հարց ունեք ավելացնել։ Դրա այս հարցը կապված։ Խնդրեմ, պարոն Ասատրյան։ Նայեք, հետևյալ իրավիճակը, հա, ավելի հստակ կողմերը ունեցել են գույքեր, հա, գույքահարկը։ Եթե համակարգչից եք օգտվել, կարող եք համակարգչից չեմ օգտվում, դրա գույքահարկի պարտավորություններին ուղղել են գումարներ, իմ այդ գույքահարկի պարտավորություններին ուղղված գումարները եւ ես մի տրամաբանությունն եմ գործել։ Դիտարկել եք թե ապօրինի միջոցներից ուղղված ծախսեր են, դիտարկել եք ծախսերը եւ վերջնարդյունքում դրամական պահանջի մեջ եք ներառել։ Պարոն Ասատրյան, նշած օրինակը գույքի ձեռքբերումը եւ գույքահարկի վճարումը, դրանք շատ տարբեր բաներ են։ Իսկ կոնկրետ հարկատեսակ կոնկրետ հարկատեսակները հիմա քննարկվում են ավելացված արժեքի հարկի մասով։ Մենք ասում ենք մեր համար գույքի ձեռքբերման ժամանակ ավելացված դիմացի կողմը ավելացված արժեքի հարկ կվճարի, շրջարկ կվճարի, իր աշխատակիցների համար աշխատավարձի հաշվարկ կմտցնի իր մեր համար դա ինքնարժեք է։ Այսինքն այստեղ անձը չի վճարել այդ հարկը ավելացված արժեքի հարկը, անձը չի վճարել, դա իր համար չի գոյացել, դա ընկերության հարկն է։ Եթե ձեզ հետաքրքիր է այդ գումարից հարկ վճարվել է, չի վճարվել, ինչ արել, գիտեք այդ ընկերությունը իրանք կասեն, այդ գումարը ոնց է եղել։ Այս գումարը այլ է։ Այդ մասով մենք տարբեր կարծիքներ ունենք, այդ տարբեր կարծիքները թողնենք դատարանի լուծմանը, հա, հարցը հետևյալն է։ Անգամ եթե դատարանը պայմանական համաձայնում է մեր մոտեցման հետ, որ դա ենթադրում է Գագիկ Պողոսյանի, Արգամ Աբրահամյանի կամ Հովիկ Աբրահամյանի կողմից վճարված գումարը կրկին ենթակա է վերադարձման, պարոն Եղիազարյան, վերադառնալով պարոն Ասատրյանի գույքահարկին։ Վճարված գույքահարկը, եթե պայմանական կատարվել է ապօրինի միջոցների հաշվին, որպես կատարված ծախսեր ենթակա է ներառման, արդյոք ներառվել է թե ոչ, եւ ձեր տրամաբանությամբ կրկին պետությանը վճարումը ենթակա է թե ոչ։ Այս հատվածի բյուջետի կողմը թողնենք դատարանին։ Շատ բարի, եթե մենք հաշվել ենք, որ ինչ-որ գույքահարկի պարտավորություն կատարվել է անօրինական միջոցների հաշվին, այդ փուլում հաշվել են, որ չի ունեցել կատարել է։ Եվ որպես ծախս ներառվել է։ Այո, բարի ձեռքբերումներին ուղղված գումարի մեջ ներառվել է։ Դա հիմա էլ կրկնակի այդ ծախսը պահանջելու կարիք չունենք։ Դա արդեն չհասկացա այդ։ Ապօրինի միջոցների 2006 թվականին գույքահարկը վճարվել ապօրինի միջոցների հաշվին։ Դա հայցա պահանջի ծավալի մեջ ներառել եք, թե չեք ներառել որպես ապօրինի ծախս։ Ներառել ենք, որ ապօրինի ծախս ներառված է։ Այսինքն երկու անգամ ենք ուզում, որ պետության գումարը վճարվի, որտեղ արդեն իսկ այդ գումարը ես նորից եմ նշում, որ դրանք տարբեր հոդվածներ են, այն ժամանակ պետության տարբեր սանկցիաներ են, տարբեր։ Խնդրեմ Տիկին Պիրոսյան։ Ներողություն եմ խնդրում, բայց հատվի դատարան հետաձգել են տանիքում բռնության գործադրած անձի հետ կապված շատ հրատապ նիստեր նշանակվել, ես խնդրել եմ հորմե 12-ին որ հասնեմ, խնդրում եմ ուղղակի բացակայությամբ շարունակել նիստը եւ ձեր թույլտվությամբ ես Այսինքն համաձայն եք, որ շարունակվի, դուք հետո կծանոթանաք արձանագրությանը եւ եղավ կարող եք դրանով։ Խնդրեմ, հաջորդ հարցը, պարոն Քոչարյան։ Հաջորդ հարցս վերաբերվում է 74-րդ կետով ձեր պատասխանը։ Հայցի 4 կետի 2017 թվականի բաժնի ամփոփիչ դրամական միջոցների տարեկան շարժի աղյուսակում 2017 թվականի 31 թվականի դրությամբ մնացորդի աղյուսակի ինչպես նաև էքսելների ֆայլի համաձայն Գագիկ Պողոսյանի կողմից 2017 թվականին 6 միլիոն դրամով ձեռք է բերվել Toyota Mark-ի ավտոմեքենա, որի ձեռքբերումը դիտարկվել է 100% օրինական։ Միաժամանակ Excel 1 ֆայլի համաձայն նշված ավտոմեքենան 2018 թվականին օտարվել է 2 միլիոն դրամով, առաջացնելով 100% օրինական 2 միլիոն դրամի չափով։ Մինչդեռ հայցի 4 կետի 2018 թվականի բաժնի ամփոփիչ դրամական միջոցների տարեկան շարժ
ընթացքում նշված եկամուտը արտացոլված չէ։ Ձեր պատասխան հարցադրումը նշել է այն տրամաբանության մեջ, արդյոք նկարագրված է թե ոչ ներառված է, դուք նշել եք, որ Գագիկ Պողոսյանի անվամբ հաշվառված Toyota Mark-ի շահկամիքների օտարման արժեք 2 միլիոն դրամը, ըստ հայտարարումի նկարագրության եւ աշխատանքային ֆայլի նկարագրության այս պահին չի երևում, որը հաշվարկվել է որպես օրինական եկամուտ, բայց իրականում այդ 2 միլիոն դրամը մասնակցել է հաշվարկին թե ոչ, դրա պատասխանը ակնհայտ կլինի, երբ հայցվորի ներկայացուցիչը ով նոր է ներգրավել Սյունի վարույթին, կրկին ամբողջացնի նախկինում կատարված հաշվարկները։ Նախ հարց, ամբողջականացրել եք հաշվարկները թե ոչ, որից հետո հասկանանք։ Այսինքն այս հարցի պատասխանը հետաձգենք մինչև հաշվարկները ամբողջականանան եւ հասկանանք այդ 2 միլիոնը ներառված է թե ոչ։ Ճիշտ հասկացա՞մ։ Ես նիստի սկզբին ասացի, որ շարունակում ենք հետողությամբ, այս մեծածավալությունը ես նորից մեծածավալ կարող ես հարցը վերաբերել արդեն իսկ անհատի պատասխանում եք, դրա համար ուզում եմ հարցադրումը հնչեցնել։ Շատ բարի, հաջորդ հարցս վերաբերում է 76 եւ 77-րդ կետերով նշված պատասխաններին։ Երբ հայցի 4 կետի 2018 թվականի բաժնի նկարագրական մասի համաձայն 2018 թվականի հոկտեմբերի 9-ին Հովիկ Աբրամյանի ազգական Գագիկ Պողոսյանը ձեռք է բերել Plaza Systems ՊՎ-ի 24255 անվանական բաժնետոմսեր, ձեռքբերման գինը կազմել է 24 միլիոն 255 հազար դրամ։ Իրավասու մարմնի կողմից նշված գործակը դիտվել է որպես Հովիկ Աբրամյանի ապօրինի միջոցներով ձեռքբերում, հաշվի առնելով, որ նա չի ունեցել բաժնետոմսերը ձեռքբերելու համար անհրաժեշտ օրինական գումար։ Հայցի 4 կետի 2018 թվականի բաժնի ամփոփիչ դրամական միջոցների տարեկան շարժի աղյուսակի 2018 թվականի դրության գույքին մասոցի աղյուսակի, ինչպես նաև Excel 1 ֆայլի համաձայն վերոնշյալ գույքը 24255 բաժնետոմսեր ձեռքբերում դիտարկվել օրինական միջոցների հաշվին։ Ստերեության ստեղ դուք պարզաբանում եք տվել, որ իրավասու մարմինը նշել է, որ ընկերության 256443 հատ բաժնետոմսերից 233188 հատ բաժնետոմսերն են ապօրինի ծագում ունեցող, հետևաբար 24255-ը դիտարկել է որպես օրինական եկամուտներով ձեռքբերում։ Իսկ հաջորդ հարցադրմանը, որ վերաբերում էր ըստ էության Գագիկ Պողոսյանը ձեռք է բերել ըստ էության 108186 բաժնետոմս եւ 24259 բաժնետոմս, որը ըստ էության գումարային առումով կազմում է 132441, սակայն բռնագանձման է առաջադրվել 256443 բաժնետոմս, դուք պատասխանել եք կենտրոնական դեպոզիտարիայի տրամադրված տեղեկությունների համաձայն Գագիկ Պողոսյանին բացի 108186 եւ 24255 հատ բաժնետոմսերից դեռևս 2013 թվականին պատկանել են 120002 հատ բաժնետոմս, որոնց ընդհանուր հանրագումարը կազմում է 254443։ Դա իրավասու մարմինը համարել է Հովիկ Աբրամյանի փաստացի պատկանող բաժնետոմսեր, բայց հարցադրումը հետևյալն էր, այդ մնացորդային բաժնետոմսերը, որը որ դուք դիտարկել եք, որ ունեցել է, ինչ իրավական հիմքով եք դիտարկել ապօրինի, այստեղ խնդիրը հետևյալն է, եթե դեպոզիտարիայի հետևյալների հիման վրա համարում եք, որ ունեցել է, ունենալու հիմքը որն է եւ ունենալու հիմքով պայմանավորված որն է ձեր մոտեցում, որ դա դիտարկել եք ապօրինի, այստեղ հարցադրումը հետևյալն է, որի պատասխանը ըստ էության չենք ստացել, կուզեմ այդ հարցադրման պատասխանը։ Այդ ժամանակահատվածում ունեցել է այդքան օրինական եկամուտներ, թե ոչ։ Ունեցել է միայն 24255 բաժնետոմսի համար օրինական գումար, այն 108186-ի 124002 հատ բաժնետոմսերի համար օրինական գումարներ Հովիկ Աբրամյանը չի ունեցել, ապօրինի եք դիտարկել դրանց ձեռքբերումը։ Իսկ ձեռքբերումը ինչից եք վերցրել, որ ձեռքբերումը հենց կոնկրետ գումար վճարելու բայդականացվել։ Դա ամեն դեպքում որ ենթադրել եք, որ օրինական եկամուտ չունի։ Ձեռքբերման հիմքերը առնված են ձեր համար հայտնի են։ Դեպոզիտարիան տրամադրել է մեզ ապացույց։ Համարում եք նախաքննական մարմնից ստացված տվյալներ, այնտեղ անձ, ով նշում է, որ որոշակի գործակներ է իրականացվել, եւ այդ գործակները արձանագրված են։ Մենք նկատել ենք, որ այդ գործակ տեղի ունեցել է, այսինքն դեպոզիտարիայի
ինչ-որ հաշիված ոսկրվել եւ այլն, համարում ենք, որ դա միայն կարող գործակի հատուցելի լինելու արդյունքում տեղի ունենալ այդ ձեռքբերումները։ Այսինքն կարող ենթադրենք, որ փաստենք, որ դա ձեր հավանական ենթադրությունների շարքից է, ոչ փաստարկված ու ողջամիտ ենթադրությունների շարքից է։ Այսինքն այդ կանխավարկածով ենք առաջնորդվում, որ եթե կա դուրս գրված հաշիվ դեպոզիտարերը, դա հատուցել է եղել, այսինքն այն մյուս կողմի կարող է որոշակի գումար տվյալ դեպքում բաժնետոմսերի արժեքը, որովհետեւ բաժնետոմսերը գրանցվի Հովիկ Աբրամյանի կամ նրան փոխկապակցված անձանց անվան։ Եթե չեմ սխալվում, Անահիտ մնացականն էլ այդ մասով ինչ-որ պարզաբանում տվել էր եւ ցուցմունք ուներ, մենք դա վկայակոչել ենք։ Ցուցմունքի սա չի վերաբերում, այստեղ խոսքը կոնկրետ ձեռքբերումներին է, Չէ, այնքանով է վերաբերվում, որ այդ գործակին մասնակցում էին Գագիկ Պողոսյանը միշտ, Արգամ Աբրահամյանը, բայց Հովիկ Աբրահամյանի անունից մենք ինչի համար ենք վերագրել, որ Հովիկ Աբրահամյանի գույքերն են։ Եթե դուք դիտարկում եք այդ տրամաբանությունից, գործակներն եղել են 108,186-ի եւ 24,255-ի մասով գործակներ եղել է, որից մեկը դիտարկել եք օրինական եկամուտ 24,255-ի մասով, մյուս գործակի մասով դիտարկել եք ապօրինի, այստեղ հարցը վերաբերում է այն մնացորդային բաժնետոմսը չի եղել, ուզում եք ասել, 124,000 բաժնետոմսը գործակը չի եղել։ Գործակ չի եղել, Բա ոնց ստացվեց, որ 256,000 բաժնետոմս դարձավ։ Ես ուշեմ, ներողություն, 22 թվականի ամփոփիչ ամուսական լուսել է որպես Գագիկ Պողոսյանի կողմից ձեռքբերում, ընդհանրապես 186,186 եւ 24,255 խորի հանրագումարը բնականաբար չի ստացվում է ինչ-որ վերջով պահանջվել է վերջնարդյունքում։ Ինչպես այդ մնացած բաժնետոմսերի ձեռքբերման հիմքերը որտեղից է գրել, ինչից է ենթադրել, որ ձեռք են բերվել նաեւ ավել հաշվարկված բաժնետոմսերը, եթե 22 թվականի ամփոփիչ աղյուսակում ընդհանրապես երկու ձեռքբերումներ են միայն կանանց։ Միգուցե նման կերպ արձանագրված է աղյուսակում, բայց մենք հաշվարկներում ներառել ենք, որ 2013 թվականի հաշվարկների մեջ, այո, այդ բաժնետ 2012 թվականի հաշվարկների մեջ ներառել ենք, որ եղել են նաև այդ 124,000 բաժնետոմսի ձեռքբերման գործակները եւ ապացույցները տրամադրել են կենտրոնական դեպոզիտարիա։ Դա մենք կատակերգության ընթացքում 124,000 կարգոչված բաժնետոմսերը տեսվել են, վերագնահատվել են, վերջնարդյունքը եւ վերջի 2022 թվականի դրությամբ արձանագրել է, ըստ դրա կառուցվել է մնացած եզրափակիչ հայցապանջի, ինչ հատեղի ունեցել այդ 124,000 բաժնետոմսերի հետ։ Պրիպակ է եղել, դրա համար չի նշվել, կորել են հաշվարկների մեջ։ Չի կորել, որտեղ եթե մենք հայցի 5-րդ երկում հայցի առարկան փորձում ենք շարադրել արդեն, թե որ գույքերն են, մենք նշել ենք այդ կոնկրետ 256,000 բաժնետոմսի մարզը։ Այո, 2022-ի աղյուսակում չնշում կարա Պրիպակի արդյունքում։ Տեխնիկական բրիպում Այո, ամփոփիչ աղյուսակում կարա տեխնիկական Պրիպակի արդյունքում։ Կարող է դրա հետևանքով հաշվարկում փոխանցումները Պրիպակի արդյունքում, այսինքն հաշվարկը եթե այդ աղյուսակում չեք ներառել, ինքը հաշվարկի վրա ազդել թե հաշվարկի վրա չի ազդել։ Չէ, ազդել հաշվարկի վրա։ Ես իմ համար առնվազն փաստում եմ, որ հայցատվում առնվազն մյուս բաժնետոմսերի ձեռքբերման հետ կապված իրավական եւ փաստական հիմքեր ու համարում եմ, որ դուք հավանական ենթադրությունների շարքից դիտարկել եք, որ դրա համար օրինական միջոցներ չի ունեցել, հետևաբար ապօրինի է։ Համարենք sense ձեր ձևակերպումը ամփոփիչ։ Իսկ դեպոզիտարների տրամադրած տեղեկատվությունը տեսել եք։ Այո, տեսել եմ։ Ու ինչպես դուք եք սիրում նշել մարտավարության հետագա ընթացքի մեջ, մենք ևս կներկայացնենք հետագայում մարտավարության հետագա ընթացքի մեջ մեր ապացույցները, շնորհակալություն։ Մի հատ էլ վերջին հարցը, արգելի դատարան, մյուս հարցերը սպառնում։ Այստեղ մյուս հարցը վերաբերվում է 85-րդ կետով նշված կողմից պատասխանին։ Այստեղ Այցի 4 կետի 2020 թվականի բաժնում նկարագրական մասի համաձայն 2020 թվականի օգոստոսի 20-ին Գագիկ Պողոսյանը Plaza Systems ընկերության աշխատակից Արթուր Պետրոսյանից նվիրատվություն է ստացել Toyota Magnich-ի ավտոմեքենա 2019 թվականի արտադրության, որը նույն տարում 2020 թվականի նոյեմբերի 3-ին օտարել է 8,500,000 դրամով։ Աշխարհ առնելով որ նշված ավտոմեքենայի իրական շահավերի սկզբանե դիտարկվող օտարումից ստացված գումարը օրինական միջոց չի համարվել։ Հարկ է
է նշել, որ վերոնշյալ ավտոմեքենայի վերաբերել լրացուցիչ տվյալներ առկա չեն, հայցում, ոչ էլ Excel 1 ֆայլում, անվան վերոնշյալ ավտոմեքենայի ձեռքբերման բառի հիշյալ տվյալների բացակայության պայմաններն ինչպես իրավասում մարմինը գնահատել տրանսպորտային միջոցի ձեռքբերման պահին օրինական միջոցների բացակայությունը, արդյունքում ձեռքբերումի և դրանց օտարումը ստացված գնահատել ապօրինի ձեր պատասխանը եղել է հետևյալը, որ 2020 թվականի օգոստոսի 25 Գագիկ Պողոսյանը Plaza Systems ՊԲ-ի աշխատակից Արթուր Պետրոսյանից նվիրատվություն է ստացել է Սիշմարտիշ ավտոմեքենան, որը օտարել է 8.500.000 դրամով։ Իրավասում մարմինը այդ բյուքի օտարումից ստացված եկամուտը ապօրինի է դիտարկել, հաշվի առնելով, որ ներկայացված ապացույցների համաձայն նշված ավտոմեքենան ձեռք է բերվել Արթուր Պետրոսյանի կողմից 33.190.000 դրամով։ Պատասխան հստակեցնեց, ինչ է նշանակում, եթե ձեռքաբերել 33.190.000 դրամով հետագայում նվիրատվություն արել, ուրեմն այդ գործարքը դիտարկել է գործարքից ստացված նվիրատվությունից ստացված հետագայում օտարված ապրանքի դիմաց ստացված գումարը դիտարկել է ապօրինի, տրամաբանությունը այն է, եթե ավելի շատ մեծ գումարով ես ձեռք բերում, հետագայում կամ նվիրատվություն ես կամ վաճառում ես ավելի ցածր գնով, այսինքն ստեղ որևէ արտահայտ բան կա եւ դա պետք է համարել ապօրինի։ Արտահայտությունն է, որ Արթուր Պետրոսյանը Plaza Systems ընկերության աշխատակից, որը փաստացի մենք համարել ենք պատկանում Հովիկ Աբրամյանի եւ իրական շահառու ինստիտուտը հաշվի առնելով դիտարկել ենք, որ Արթուր Մայիսի Պետրոսյանի անվամբ հաշվառված մեքենան ի սկզբանե պատկանել է Հովիկ Աբրամյանի եւ Հովիկ Աբրամյանի միջոցների հաշվին է ձեռք բերվել 33.190.000 դրամով։ Այդ նվիրատվության գործարքը դա միջանկյալ գործարք է զուտ։ Հետագայում վաճառվել է, մենք դիտարկել ենք, որ քանի որ ձեռք էր բերվել Հովիկ Աբրամյանի իր վերահսկմամբ ձեռք բերվել Plaza Systems ընկերության աշխատակցի կողմից, վաճառքից ստացված գումարը կրկին հաշվել ենք, որ Հովիկ Աբրամյանի է այսպես։ Այսինքն այդ ընկերությունում ցանկացած աշխատակից ով աշխատել է, ինչ դուք ձեռքաբերել եք տրամաբանությամբ, այսինքն որպես աշխատակից ինքն հնարավորություն չուներ տոյոտա մարտիշը ավտոմեքենա ձեռք բերել, հետագայում ասենք օրինակի համար որևէ օտարման իրավասությունների շրջանակում որևէ մեկին նվիրատվություն անել կամ օտարել, այսինքն տվյալ դեպքում արդեն դրել է նվիրատվության տարբերակը եւ նվիրատվություն արել Գագիկ Պողոսյանի այստեղ, այսինքն ձեր տրամաբանությամբ նույն կարող են Plaza Systems ՊԲ-ի բոլոր աշխատակիցների ցանկ անել ու տեսնել, ասենք, եթե մարդիկ գույք են ձեռք բերել հետագայում, ընդ ասեմ ավտոմեքենաների առավել ևս դեպքում, ավտոմեքենան միշտ ու ձեռք է բերելու ավելի թանկ գնով, հետագայում ավելի ցածր գնով օտարես։ Իսկ ստեղ այն տրամաբանության մեջ, որ խոսքը վերաբերում է նվիրատվություն Գագիկ Պողոսյանի, ըստ էության նվիրատվությունը իրականացել, որից հետո Գագիկ Պողոսյանը օտարել է։ Նույն տրամաբանությամբ այդ 8.500.000 դրամ պետք է դիտարկել որպես օրինական եկամուտ։ Ահուջան, ստեղ խոսքը Plaza Systems ընկերության ոչ բոլոր աշխատակիցների մասին է, այլ այն աշխատակիցների, ովքեր հաճախակի իրենց գործարկելով առնչվել են Հովիկ Աբրամյանի կամ նրա ընտանիքի անդամների հետ։ Հիմա մենք հայցադիմում ունենք մեկ այլ դեպք, դերի խոսքը Արթուր Մայիսի Պետրոսյանի մասին է։ Մենք նշել ենք, որ Գրիգոր Գևորգյանի գործարկները օրինակ ազատության թիվ 1/15 տարածքի մասով, Նախ նշել ենք, որ 2009 թվականի մարտ ամսին Գրիգոր Գևորգյանը ձեռք է բերվել տարածքի վարձակալություն եւ կառուցապատում 1.500.000 դրամով 2016-ի մայիսի 2-ին Երևանի քաղաքապետարանից ընդլայնման նպատակով ձեռք է բերվել փողամաս 268 քառակուսի մետր, ազատության թիվ 1/15 հասցեի տարածքը Գրիգոր Գևորգյանը օտարել է չգիտես ինչու նորից Plaza Systems ընկերության աշխատակից Արթուր Մայիսի Պետրոսյանի ուշադրություն 101 միլիոն դրամով։ Սա հասարակ աշխատակից է Plaza Systems ընկերության, որը եթե չեմ սխալվում անվտանգության աշխատակից էր։ Ուշագրավ է նշել ենք, որ անշարժ գույքի առողջարքի պայմանագիրը վավերացրել է Հովիկ Աբրամյանի դուստրը Աննա Աբրահամյանը։ Գնորդ Արթուր Մայիսի Պետրոսյանը հանդիսացել է Հովիկ Աբրամյանի փոխկապակցված Plaza Systems ընկերության անվտանգության պետը։ Նշել ենք։ Այսինքն սա մեկ գործարք, երկրորդը դուք եք նկարագրում։ Մենք համադրելով մեր ունեցած ապացույցները դիտել ենք, որ ինչ-որ մի բանի անձի գործարկները վերահսկվել են Հովիկ Աբրամյանի կողմից եւ իրական շահառու ինստիտուտը հաշվի առնելով դիտարկել են, որ դրանք կատարվել են ի հաշիվ իրոք Հովիկ Աբրամյանի։ Ես ճիշտ հասկացա, բան Երևան, եթե
այդ դրամաբանությունն է կիրառվել, այսինքն մնացած ապացույցների կամ փաստական տվյալների համակցության հիմքով եք եկել եզրահանգման, որ այս կամ այն գույքի իրական շահառուն որևէ մեկն է, գործի քննության ընթացքում, եթե այդ ձեր մատնանշած մի քանի գործակների մասով դատախազությունը օրինակ ունենա բավարար ելակետային տվյալներ, որ այլևս այդ սուբյեկտը չէ գույքերի իրական շահառուն, այսինքն դրա հետևանքը այս մի գույքի մասով իրական շահառուի որակումը կփոխվի որպես հետևանք, թե Եթե ապացուցի, որ իրական շահառուն չի, խոսքը սրան չի վերաբերում, խոսքը նոր քիչ առաջ ասացիք, որ օրինակ այլ գույքերի մասով, քանի որ մենք այս դեպքերը գնահատում ենք, գնահատում նաև գալիս ենք օբյեկտիվ են ենթադրության, որ այս գույքի մասով էլ ինչ-որ մեկի իրական շահառու։ Հիմա դեռևս նախնական դատական իստի նախնական գործի քննության նախապատրաստական փուլում ենք եւ շուրջ ապացույցներ, այլ ելակետային տվյալներ բնականաբար ձեզ ներկայացվելու են։ Այդ գործընթացից հետո իրավասու մարմնի մոտ եթե համոզմունք է ձևակերպում այդ նախորդ գործակների որևէ սուբյեկտի ոչ իրական շահառու լինելու մասով, այսինքն կոնկրետ այս գույքը արդեն էլի պնդել որ իրական շահառուն այս կամ այն սուբյեկտն է հիմնավորման, թե չէ։ եթե ինչ-որ ապացույցներ ներկայացնենք, դրան ուզում եմ հասկանամ, չէ, դրանց եթե այդ գործարքները դուրս գան, որ նախորդել են այս մի գործարքի մասով ձեր որոշակի արծացած մոտեցմանը, հա, եկել եք եզրահանգման, որ նախորդները տենց էին, ուրեմն էս էլ ասենց։ Եթե այն գործարքները մի պահ դիտարկենք, որ իրական շահառուն չի հիմնավորվել, դուք էլ իրավասու մարմինն էլ դիտարկել է, որ խոսքով X կամ Y սուբյեկտին է, բայց գործին մասնակցող անձանց չի պատկանում իրական շահառու եզրույթի կոնտեքստում։ Հիմա այս գույքի մասով այդ հանգամանքի առկայությամբ էլի շարունակելու է իրավասու մարմինը պնդել, որ իրական շահառուն որևէ անձ է գործի վարույթում, թե այդ ազդեցություն, այսինքն այդ հանգամանք ազդեցություն ունենալու է այս մի գույքի որակման վրա, թե չէ։ Մենք ընտրել ենք անձակի ժամանակ, մենք նշել ենք անուն ազգանուններով, եթե ինչ-որ գույքային պահանջում ենք այդ անձանցից նաև պատասխանով ենք ներգրավել, Արտուր Պետրոսյանը պատասխանով չի, որովհետև մեզ հետաքրքրող գույքեր այդ բանը չկար իր համամբ գրանցված, որ մենք վերագրենք դա Հովիկ Աբրամյանին, այսինքն որոշակի ժամանակ հատվածում եղել է, հետո օտարվել է այդ գույքերը, Եթե օտարվել են դրանց ծախսն է, չէ, այսինքն դրամական այո, դրամական այս շարակայում, այսինքն այդ անձի հա ներկայությունը պետք չի հասկացած այդ մոտեցումը։ Դե նայեք քիչ առաջ մեր բանավեճի ընթացքում դուք ասում եք, որ որևէ անվտանգության աշխատող օրինակ ես արել են արել։ Եթե այդ հանգամանքները թողենք միտքով, ամեն մի գործարք առանձին դիտարկեմ, եթե ասում, առանձին վերցրած եւս դիտարկվելու իրական շահառու, թե Ես համաձայն չեմ այդ տրամաբանության հետ, բայց ում գործարքների հաջորդականությունը պարբերական բնույթը իրենց համակցության մեջ գնահատելով է իրական շահառուի ինստիտուտի սկզբնական իրական շահառու կոնտեքստից կտրվի, եթե մեկ գործարքի մասով դիտարկվի։ Այս հարցի մասով միգրացիոնը բանի իրական շահառուի ինստիտուտի քննարկման շրջանակներում բարբերաբար նշում եք, որ իրական շահառուի քննարկման չափանիշներից մեկն էլ հիմքեր կընդունել են հանգամանքը, որ դիտխոսային սեփականատերերը չունեն քան բավարար դրամական միջոցներ, ֆինանսական միջոցներ, Հիմնականը չէ, բայց անուղղակի կերպով առնվազն գործի մասնակից դարձված անձանց մասով, ոչ ամբողջական, առնվազն մասնակի ֆինանսական ուսումնասիրություն իրենց մասով իրականացրել է։ Կայ Պետրոսյանի մասով, դեպս ոչ ամբողջական գոնե մասնակի ուսումնասիրություն ինչու չի իրականացվել։ Ուսումնասիրություն չի, բայց կարծեմ Արտուր Պետրոսյանի եկամուտները մենք պահանջել ենք եւ դիտարկել ենք շրջանցի եկամուտներ։ Եթե չեմ սխալվում, պետական եկամուտների կոմիտեից պետք է որ ստացած լինի Արտուր Պետրոսյանի մասով իրականացվել։ Ուսումնասիրություն չէր կարող իրականացվել Արտուր Պետրոսյանի մասով, բայց որպեսզի հասկանանք թե անձը ով է, ինչ է իրանից ներկայացնում, մենք իրան վերագրվող որոշակի գործակների տվյալներ պահանջել ստացել ենք եւ համադրել ենք։ Ուղղակի մեր մոտ հետաքրքրությունը առաջացրել, որ Հովիկ Աբրամյանի անվտանգության աշխատակիցները 100 միլիոնը գերազանցող գործակներ են կատարել եւ դա արդեն հասկացա հարուցել, թե ինչն է պատճառը, որ ֆինանսական միջոցների, եթե չի գայս ուսումնասիրություն բառը, ծանոթացում իրականացրել եք ինչպես օրինակ Գագիկ Պողոսյանի, Գրիգոր Գևորգյանի, Բագրատունի, Բարսականի մասով, վերհանեք ձեռքբերումների պահանջությամբ այդ ձեռքբերումների անվտանգության ֆինանսական միջոցներում եք թե չի։ Այո, մենք դեռ հանում ենք, ցավոք դա
ապացույցների հետազոտման փուլում է կամ թեկուզ Օրինակ, մենք տրամադրել ենք բանկային գաղտնիքի վրա մենք էլ չենք հիմնվել Արթուր Պետրոսյանի, բայց օրինակ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունից ստացել ենք Արթուր Պետրոսյանի եկամուտներ, նաև պետական եկամուտների կոմիտետից ապացույցները տրամադրել ենք ձեզ եւ բարձրել է, որ Արթուր Պետրոսյանը աշխատել է հոգեություններում, որոնք միշտ կապ են ունեցել Հովիկ Աբրամյանի հետ։ Ֆինանսական միջոցներ ունեցել եք ունեցել, այդ հարցը չեք ուսումնասիրել։ Մենք սա տրամադրել ենք, յուրաքանչյուր պահի մենք կարող հիմնվենք այս հանգամանքի վրա եւ ասենք, որ օրինակ տվյալ դեպքում Արթուր Պետրոսյանի ֆինանսական միջոցները հարկերով ներառված 700,000 դրամ է։ Աշխատավարձից գոյացած ֆինանսական միջոցների գոյության մասով որևէ ուսումնասիրություն բարձր չի գալիս, սպասման ուղղված որևէ գործընթացներ իրականացվել են։ Մենք ընդհանուր առմամբ դրամաբանությունը իշտակարակի մասին է վկայում, բոլորի ֆինանսական միջոցների արտադրություն բացակայությունը որոշ չափով հաստատ կամ հերքվել է, ինչի մասով չի եղել գործընթաց իրականացվել։ Դե ինչու չի իրականացվել։ Ես կնշեի հակառակը իրականացվել է։ Մենք ուղղակի դրան վրա հողուկ չենք կատարել։ Հայցադեպում որ օրինակ Արթուր Պետրոսյանը ուներ 700,000 դրամ։ Հիմա դա տարեկան է թե ամսական եկամ։ Չէ, ես ուղղակի թալով նշեցի Հարգելի դատարան մինչև 2013 թվականը Արթուր Պետրոսյանի աշխատավարձը շուրջ 700,000 դրամ, իսկ այդ ժամանակահատվածում 2006 թվականին 101 միլիոնով գույքի ձեռքբերում ունի Արթուր Պետրոսյանը։ Արդեն ինձ համար իր աստվածած եկամուտը էական չի, ես համարում եմ, որ դա Հովիկ Աբրամյանը։ Նվիրատվության հիմքով ուներ 200 միլիոն դրամ գումար, դա ձեր համար որևէ նշանակություն ունենա չէ։ Ես պետք է, ուզում եք ասեք, ես պետք է Գրիգոր Գևորգյանի, Գրիգոր Գևորգյանը, Գագիկ Պողոսյանը, Բագրատունի Բարսեղյանը այն հիմնական աշխատակիցներն են, որոնց գործակները միշտ փոխկապակցված են միմյանց հետ։ Արթուր Պետրոսյանը միգուցե 2 կամ 3 գրվագով է։ Իսկ նման անձինք բավականին մեծ թիվ են կազմում։ Մենք չենք կարող այդքան ծանրաբեռնել մեր հայցատիրումը եւ 3 տարին էլ չէր բավականացնի, եթե մենք յուրաքանչյուր անձի թե բանկային գաղտնիքի, թե իր գույքային ձեռքբերումների վերլուծությունները։ Փոքր զերչել եք ուսումնասիրության ամբողջական ուսումնասիրություն իրականացնելու հատվածը ծանրաբեռնվածությանը։ Դե ծանրաբեռնվածություն, այսինքն այս մարդու գործակները, որով մեզ հետաքրքիր են, դա են ներառել մեր ունեցած տեղադրումները։ Դες հետաքրքրում են ունեք բավարար ֆինանսական միջոցներ, թե չունեք բավարար ֆինանսական միջոցներ։ Ես կարծում եմ անվտանգություն չէր աշխատել, թե բավարար ֆինանսական 100 միլիոն ֆինանսական միջոց ունենար եւ ուզենար գույք առնել, ինքը պլազա սիստեմում պրոստը անվտանգության աշխատող չէր։ Երբ եք կարծել դրա համար չեք իրականացրել։ Այո, ես այդպես եմ կարծում։ Գրիգոր Գևորգյանի մասով ինչու այնքան բավարար է եղել, էլի այդ նույն իրավի հետ քրթական մոտեցումը ցուցաբերել, իրանը ուսումնասիրել է մեկ անվտանգության աշխատող, այն Բագրատունին անվտանգության աշխատող Գրիգոր Վարդնը, այս մյուս գործընկերոջ մասով Արթուր Պետրոսյանը էլի անվտանգության աշխատող է, տարբերակներ են ոնց որ համաժեք աշխատող են։ Համաժողովությունը ես նույնց եմ Անվտանգության աշխատող, անվտանգության աշխատող։ Միգուցե վստահության առումով Գրիգոր Գևորգյանը Բագրատունի Բարսեղյանը ավելի վստահելի աշխատակիցներ, որովհետև իրենց անվան գործակները, եթե չեմ սխալվում, 100 գերազանցում են, բայց կոնկրետ Արթուր Պետրոսյանի մասով 2-3 գործակի մասին է խոսքը։ Մենք դրա համար Գրիգոր Գևորգյան Բագրատունի Բարսեղյան փորձել ենք ավելի խորացված ուսումնասիրել եւ իր մասով բանկային առանց բանկային գաղտնիքը վերելուծելու կարող եք ձեր կնոջ իրականացնել երջանկում, որ չի ունեցել միջոցներ, նորմալ է ձեր պատասխանը կամ այդ համարը ընդունելի է, քննություն ենք։ Այլ հարց տիպի, ասենք ելացեք բանկային այլ հարց ոնց ստիպում եք այլ հարց եք պարոն ուղղակի հնարավոր է միջում ամեն կարճ առարկություն կա 15 րոպե ընդմիջում շարունակում ենք դատական ընդմիջման պահից Ընտրեմ ձեր հարցերը Բանի Միրքյան, մի քանի ընտանեկան հարց ունեմ, որից հետո հարգելի դատարան կխնդրեմ վերադառնանք տեսակետությունները դադարեցնելու խնդրին։ Այս հարցերի քննարկման ընթացքում պարբերաբար ձեր պատասխաններում մատնանշում եք, որ եթե տեսնենք զգալի կամ էական այնպիսի շեղումներ, որոնք էական ազդեցություն կարող են ունենալ, մենք կվերանենք մեր մոտեցումը կամ կներկայացնենք առարկայի փոփոխություն։
Ինձ կասեք, այդ շեմը էականի ձեր պատկերացման փուլն է։ Եթե օրինակ նոր քննարկում էինք 150-502 միլիոն դրամների մասին, դրանք ձեր գնահատմամբ էական ազդեցություն ունենալ չեն կարող մի կողմ թողնենք արդյոք էական ազդեցություն ունենալի հիմքերի մեջ։ Որոնք էական ձեր պատկերացման շեղումներ են, որոնք կարող են դրել հայցի իրավակայի փոփոխության կամ գնահատականների վերագնահատում։ Ես կոնկրետ մեծություն չեմ կարող ասել Տիկին Ֆիլիպոսյան, ես ուղղակի ձեր ներկայացված հաշվարկի արդյունքում կարող եմ ասել, արդյոք դա էական է դիտում թե ոչ։ Եթե կոնկրետ մեծություն չեք կարող ասել, գոնե կբացահայտեք այդ դեպքում, որ չափանիշներով եք առաջնորդվում, ազդեցության էական լինելը գնահատել չգնահատելու։ Հիմա ես տվել եք շուրջ 100 հարց, այդ 100 հարցի պատասխաններից ես հասկացել եմ, որ դրանք էական չէին։ Այդ փոփոխությունների առումով հիմա մենք ելի կվերանայենք, բայց էական բան ես չնկատեցի։ Եթե դուք օրինակի համար այնտեղ հարցադրումներ կար, որ ինչ-որ հաշիվներ կան, գնահատականները նման կերպ չի կարելի տալ։ Դատարանը ձեզ զգուշացնում է դառնալից վերաբերմունքը կողմի նկատմամբ։ Շատ լավ։ Ես չափանիշների մասին եմ հարցնում, շատ լավ, այս ինչ ներկայացրել ենք չի ընկել էական ազդեցության։ Այդ դեպքում ինչ չափանիշներով եք դուք առաջնորդվում, որ մեր համար էլ կանխատեսելի լինի, թե ի վերջո դուք ինչի կգնահատեք էական, ինչի չեք կգնահատել էական։ Ինչ չափանիշներ եք ընդունում, որ այ եթե այդ չափանիշներին բավարարվեն առարկությունները կամ բերված փաստարկները, այնուամենայնիվ դուք դա կգնահատեք էական ազդեցություն ունեցող փաստարկ կամ մոտեցում։ Իմ պատկերացմամբ, երբ որ դուք ներկայացնեք, որ հայցի հիմքում մասնավորապես 5-րդ բաժնում էր թվարկված ապօրինի գույքերից ինչ-որ գույքեր ձեր հաշվարկի արդյունքում դարձան օրինական։ Ամբողջապես։ Երկուս ամբողջապես, այո։ Կամ դրամական պահանջները սրա արդյունքում նվազում է ձեր միմյանց հաջորդող տարիների հաշվարկի արդյունքում։ Այդ վերլուծությունը կհամադրենք մեր վերլուծությունները, հասկանանք էական արդյունք թե ոչ։ Այսինքն էական կարող է համարվել բացառապես այն տեսակ փաստարկները, որոնք կբերեն այս կամ այն գույքի կամ շղթայաբար գույքերի ամբողջական օրինականացում։ Մասնակի օրինականացումը ձեզ համար որևէ էական ազդեցություն չունի։ Մասնակի օրինականացման դեպքերում, քանի որ մենք գույքը ամբողջությամբ ենք պահանջում, մեր տնօրինչականության սկզբունքից ելնելով ինչ-որ մի մասով, եթե գտնենք, որ որոշակի մասն օրինական, այդ մասով կպահանջենք այդ գույքը։ Օրինակ, եթե 100% եք պահանջում, պահանջենք 30%։ Այդ ուզում եք 30%-ների մասին ենք խոսում, որ 30-ից 35% կարող է դառնալ, 60-ից 70% կարող է դառնալ եւ այլն։ Առնվազն ներկայացված փաստարկները առերևույթ հանգեցնում են, եթե ոչ ամբողջական, ապա տոկոսային հարաբերակցության փոփոխությունների։ Այս փոփոխությունները, ձեր պահանջներում փոփոխությունները երբ կարող եք ակնկալել, լինելու է թե չեն լինելու, իրականացնելու եք թե չեք իրականացնելու։ Որովհետև մենք կարծես թե մոտենում ենք այն փուլին, որը ջրբաժան է լինելու փոփոխությունների համար։ Որ մենք հիմա որպեսզի ունենանք կրկին աշխատանքներ, քան որպեսզի ավելի արդյունավետ աշխատենք, ավելի կարողանանք արագ պատասխանել այդ հարցադրումներին, որոնց ինչ-որ հարցադրումներ կա, ասել ենք, որ մի քիչ արկավ է, մենք էլ հասկանանք։ Ես կոնկրետ ժամանակահատված չեմ կարող հիմա նշել, բայց եթե դատական նիստը հարցադրումների արդյունքում հետաձգվի, մյուսին փորձենք, ասենք, ամբողջացված է, թե ոչ, կարծում եմ ամբողջացնենք։ Մանրապյանները շատ հարաբերված կարելի ասել ամեն օրի ռեժիմով աշխատում եք այս գործով, բայց ծավալը մեծ է։ Շատ լավ, եւ այս ընդհանրական ձեր հարցադրումների հետ կապված մի հարց ունեմ, որը հավասարապես հրավերների բոլոր հարցադրումների նկատմամբ։ Հարցադրումները կառուցվել էին հայտարարումի եւ ձեր կողմից ներկայացված այստեղ ֆայլերում պարունակող տեղեկությունների հիման վրա։ Պատասխանների մի խումբում հողում եք անում Excel ֆայլում տեղեկատված տեղեկատվության ձեր պատասխանը կառուցում եք Excel ֆայլում տեղեկատված տեղեկատվության հիման վրա։ Մյուս խումբ հարցերում, որտեղ հենց Excel ֆայլի հետ համապատասխանություններն են առաջացրել պատասխանող կողմի հարցադրումը, նշում ենք, որ Excel-ը ամբողջական չէ, աշխատանքային ֆայլ է, թերի է, հետևաբար Excel-ը որևէ կերպ ոչ պետք է ընդունել, հիմք պետք է ընդունել հայցադիտումը։ Ի վերջո ուզում
ուզում եմ հստակ մենք են իմանանք եւ հասկանանք եւ այսպես սկսած առնվազն մեր ելմանկետերը ճիշտ որոշենք։ Excel-ը հիմք ընդունում ենք, թե հիմք չենք ընդունում։ Եթե մասնակ ենք հիմք ընդունում, ընդունում եմ մեզ մարտանիշեք Excel ֆայլերում կանոնավոր տեղեկատվության այն հատվածը, որը առնվազն 100% ճշգրիտ է, ճշմարիտ է եւ թե մենք թե դուք կարող եք որպես հաշվարկի իրականացման տրամաբանություն եւ հիմք ընդունել Excel ֆայլում տեղեկատված Ես համաձայն չեմ ձեր մտքի հետ, որ որոշակի դեպքերում Excel ֆայլն ենք ընդունում, որոշակի դեպքերում հայցադիրում, միշտ ենք ասել, որ Excel ֆայլը մեր աշխատանքային ֆայլն է, մեզ որոշակի առումով ուղղորդող, ավելի ընթացակարգերը արագացնող ֆայլ է, բայց մենք միշտ հիմնվում ենք մեր կողմից ներկայացված հայցադիմումի վրա։ Մենք հայցադիմում նշված փաստերն ա, որ ասում ենք դա ենք որպես փաստեր համարում, ոչ թե Excel-ում տեղեկատված ինչ-որ թեկուզ եւ ռիպակներ եւ այլն։ Ուղղակի, այո, կարող լինի համապատասխանություններ Excel-ում, որովհետեւ դա աշխատանքային ֆայլ է, մենք ներկայացրել ենք զուտ մեր ունեցած ձեռքի տակ եղած այն ֆայլը, որը ունեցել ենք այդ պահին։ Միգուցե ինչ-որ մի փուլում ավելի լավ տարբերակ ենք ունեցել, բայց չունենք հիմա, մենք ունենք այն, ինչ ունենք ներկայացրել դա։ Այսինքն դա չենք կարող ընդունել, որը ճշգրիտ հաշվարկ։ Եթե չենք կարող ճշգրիտ հաշվարկ ընդունել, այս ֆիքսենք, որ մենք դա չենք կարող ընդունել որպես հայցապահանջների հիմքում դրված ճշգրիտ հաշվարկ։ Հաշվարկը հենց հայցադիմում ներկայացված է։ Հիմա դրա հաշվարկը ոչ, հայցադիմում է։ Ճշգրիտ տեղեկատվության աղբյուր Excel ֆայլերը չեն հանդիսանում։ Ճշգրիտ, ես այսպես ասեմ, դա ընդհանրական հարց եք տալիս։ Չէ, շատ կոնկրետ հարց եք տալիս։ Կարող է որոշակի շեղումներ, բայց հիմա դա չէ, ոչ չէ դա որ ճշգրիտ հաշվարկ։ Մենք էլ ելնենք, որտեղ այնուամենայնիվ թե դուք թե մենք, մեր ամբողջ հնարքումը կառուցում ենք հիմնականում Excel ֆայլերում տեղեկատված տեղեկատվությունից ելնելով, որ հատվածն է, որ կարող ենք ամբողջապես հիմք ընդունել, որ հատվածն է, որ ինքը ճշգրիտության բավարար մակարդակ չունի, հարց կամ պատասխան ձևավորելու համար։ Դե դուք Հյուսեն ձեր հարցադրումներով նշել եք այդ հատվածները, մենք էլ պատասխանել ենք դրանով, իսկ բավարարում Ապա դուք որոշեք, որ հատվածներ, որ ճշգրիտ է, որ հատվածներ, որ շեղումներ ուներ։ Այնտեղ որտեղ ասել եք հիմք չի, հիմք մի ընդունեք, դա շեղված հատված է, որտեղ որ այդ թվում ձեր պատասխանը կառուցել եք Excel ֆայլին հողում անելով, դա ճշգրիտ հատվածն է։ Եթե մենք ասել ենք, որ Excel ֆայլում կա վրիպակ, ընդունեք, որ կա վրիպակ եւ եթե ուզում եք դա անեք շեղող չգիտեմ։ Իսկ հնարավոր է, որ Excel ֆայլում կան այլ վրիպակներ, որոնք օրինակ մենք հարցադրումներում չենք կանոնացել, հա, առնվազն մեր հարցադրումներից դուրս մնացած ամբողջ Excel ֆայլը խիստ արժանանալու է։ Չէ, դուք բավականին մանրամասն ուսումնասիրել եք մեր հայցադիմի եւ Excel ֆայլը, ես չեմ կարծում, որ ինչ-որ այլ շեղումների մասին կարող խոսել։ Ընդհանուր մոտեցումը եթե այն է, որ Excel ֆայլը աշխատանքային ֆայլ է եւ որպես հաշվարկի հենք չպետք է։ Ամեն բազմաթիվ քննարկումների ընթացքում դուք տվել եք, որ հաշվարկը կատարվել է օրական դրդվածքով։ Այդ դեպքում այդ օրական դրդվածքով հաշվարկի արտաքին դրսևորումը որտեղ կարող եք տեսնել, որտեղ հայցադիմում ամփոփումներն են օրական հաշվարկի, օրական դրդվածքով իրականացված որևէ հաշվարկ նկարագրված եւ արտահայտված չէ։ Excel-ը դուք չենք ընդունում, այդ դեպքում խնդրում եմ ինձ ասեք, որտեղ կարող եք տեսնել ձեր օրական դրդվածքով կատարված հաշվարկ։ Ես քաղաքացիական դատավարության օրենսգիրքը կոնկրետ չի նախատեսում, որ հայցադիմի հաշվարկը պետք է լինի օրական, տարեկան, դրդվածքներով, խոսքը հաշվարկի մասին է, մեր հայցադիմում կառուցված տվաբանական մեծությունները ես ընդունում եմ, որ դա հաշվարկների արդյունքում է եւ հաշվարկը կից ներկայացված է։ Կից որն է կիցը։ Ամփոփիչ աղյուսակների նկատի ունենք։ Եվ աղյուսակները եւ մեր յուրաքանչյուր աղյուսակի վերջում մենք մասնավորապես նշում ենք, որ օրինակի համար կոնկրետ տարում Հովիկ Աբրամյանը ուներ օրինակ 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ օրինական եկամուտներ X չափով, անօրինական եկամուտներ Y չափով եւ ձեռքբերումներ Z չափով։ Այսինքն մենք այդ հաշվարկը նման կերպ արտացոլել ենք։ Շատ լավ։ Այս հարցին դեռ վերադառնալու եմ ընդհանուր հարցերի քննարկման ժամանակ, որովհետեւ իմ հարցը ավելի արագ լինի։ Մեր ձեզ տրված հարցադրումներից մեկին պատասխանել եք թե ուներ օրինական միջոցներ, բայց դրանք ուղղվել են այլ ծախսերի եւ այլ ուղղություններով։ Հիմա այդ այլ ծախսերը եւ այլ ուղղությունները բացահայտելու համար թե վերջո ինչպիսի ծախսերի եւ ինչպիսի ուղղություններով եք պատմեմ, ասեմ, որ ուղղություններին եք ուղղել օրինական միջոցները, այդ աշխատանքը որտեղ կարող եմ տեսնել, եթե Excel-ի հիմք չեմ ընդունում։ Որպեսզի համաձայնեն կամ չհամաձայն
բանկային գաղտնիքում բանալով տեղեկությունները տարբեր թեկուզ համընկնող օրերում տեսով ծախսել են, երբեմն համընկնում են։ Ինչպես կարող եմ տեսնել, թե դու կոնկրետ օրինական միջոցը, որ ծախսի, կամ որ վճարման, կամ որ գույքի ձեռքբերման է, կամ որ ուղղությամբ եք օգտագործել եւ այսպես նվազեցել։ Եթե Excel-ը հիմք չենք ընդունում, այս դեպքում այդ նկարագրությունը չունենք, ունենք ամփոփիչ եզրահանգումներ տարեկան կտրվածքով։ Ամենտեղում դուք հարցերը մանրամասնորեն եք կազմել եւ տրամադրել։ Ես կարծում եմ, որ դա էլ կարող է կանադիկի Պիլոսյան, որովհետեւ այսպես ասած մարտավարությունը աշխատանքի հասկացել եք ինչպես կարող որակով, հա, բայց որպեսզի հասկանամ թե ինչպես են պաշտպանվելու, ես պիտի նախ հասկանամ թե դուք դա ինչպես եք կատարել։ Մենք կարող ենք ուղղակի ապացույցների հետազոտման փուլում ցույց տանք կոնկրետ որ ծախսեր են կողել այդ օրինական եկամուտը։ Ինչն է ձեզ խանգարում հիմքի առարկայի քննարկման շրջանակներում, երբ մենք այս փուլում պետք է պարզենք, թե ինչպես է այդ աշխատանքը կատարվել արդյունքում, ինչպես են ձևավորվել այդ եզրահանգումները, որոնց հետ մենք կարող ենք համաձայնել կամ հերքել, դա չեք իրականացնում։ Որ հարցի պատասխանն է դա հիմա ասեք, ես հասկանամ, հիմա դա կրկին վերանայման փուլում է, ազատության փողոցում իրականացվող շինարարության ծախսերին վերաբերող հարցներ, երբ որ վարկային միջոցներից ձևավորված օրինական միջոցներ են առկա եւ պատասխան հարցին թե ինչու այդ օրինական միջոցները չեն ուղղվել շինարարության։ Եթե ասեք հարցը մենք փորձենք պատասխանել։ Յոթանասունութ հարցի մասին է խոսքը։ Ճիշտ է ֆիքսում։ Չներողության 79-րդ հարցի։ Այո, 79-րդ հարցին պատասխանելի վարկային միջոցների դիտարկել են օրինական, որոնք սպառվել են այլ ուղղություններով։ Այն ուղղություններով է սպառվել, այս հարցի պատասխանը որտեղ կարող եմ գտնել։ Այստեղ մենք Excel-ում Տիկին Պիլոսյանում ենք։ Այո, Excel-ը հիմք չենք ընդունում, նոր դա արձանագրեցիք։ Դուք դա արձանագրեցիք, որ դա հիմք չենք ընդունում։ Չէ, կոնկրետ մենք հայցադիմում ենք նշել, որ օրինակի համար որոշակի փոխանցումներ են կատարվել խաղատների հաստատություններ գրող անվանումներ ունեցող հաստատությունների հիմա ծախսերում ես տեսնում եմ, որ ընդհանրական ձևակերպումներ են։ Օրական կտրվածքով ինչ ուղղությունների են ուղղվել բավականին
մեծ գումար կազմող բանկային միջոցները, որտեղ կարող են տեսնել։ Մեծամասն ես տեսնում եմ տեղը սպառված եւ առաքտրեն կենտրոններում սպառում։ Որտեղ եք տեսնում, ես նրան ուզում դա տեսնել։ Մենք ես տրամադրել ենք կոնկրետ։ Ինչ է։ Եվ Excel-ել ենք տրամադրել եւ Բայց հայցադեպի մի ընդունել։ Ես բանկային քաղաքացիները Շատ լավ, բանկային քաղաքների հաջորդականություն ինչպես եք դասավորել, որտեղ կարող են տեսնել։ Չէ, դրանց դասավորվածությունը մենք տրամադրել ենք ձեզ առանձին բանկային գաղտնիքի ամբողջ շարժերը։ Հիմա տեսեք գործակցների ինչ հաջորդականությամբ եք դիտարկել եւ որքան գումար որքան ներդրել, հատկապես այն բանակարան երբ որ ունեն գործարքների ամսաթվերի համընկնում։ Այդ ձեր կատարած բաշխումը, եթե ոչ Excel-ում, իսկ դա չենք կարող ընդունել, որտեղ կարող ենք տեսնել։ Դուք Excel-ում որ նշում եք չեք կարող հիմք ընդունել, դա շեղում է, որ հիմք չեք ընդունել, դա շեղումների մասին։ Դա հիմք որպես Դա աշխատանքային ֆայլ է, նշում եք։ Շատ լավ, ուրեմն հիմք չենք ընդունում։ Եթե հիմք չեք Որպես ընդունում, ձեր աշխատանք Excel-ը ներկայացրեք, մենք դրանով առաջնենք։ Պես Դուք ձեր տարբերակը ներկայացրեք, դրանով առաջնենք մենք։ Դա այլի որտով նշանակություն հավերժական հարց ու պատասխան, բայց նորից պետք է վերադառնանք, որպեսզի մենք մեր Excel-ը ներկայացնենք, մենք ձեր Excel-ը պետք է ունենանք, որտեղ հայցը եք հարուցել, որ ասում եք 5 մի ընդունեք։ Հենց նոր արձանագրեցիք որպես ապացույց։ Ապացույցը հայցադեպի։ Որպես ձեր հաշվարկ ճշգրիտ կարող են 5 ընդունել։ Եթե այո, ապա այդ թվում նաև ապացույց է։ Այն ամեն ինչ որ գտնվում է քաղաքական գործում, ապացույց։ Դա այդ մի կողմ թողնենք։ Մենք ներկայացրել եք եւ դա է ձեր հաշվարկը, ելնեք դրանից, բայց ասում եք չէ, դա չի մեր հաշվարկը։ Ես նշում եմ, որ այդ հաշվարկում կարող լինի որոշակի շեղումներ, հիմա այդ շեղումները դուք որոշեք ձեր համար էական էր, էական չէր։ Որոշակի շեղումներ, այդ դեպքում ինձ ասեք, որոնք են այդ ձերի շեղումները, որովհետեւ Հարցադրների պատասխանները բացի պատասխանում արձանագրված շեղումներ, այլ շեղումներ դրանցում վստահաբար արկա չեն, միգուցե ես եմ դուրս եւ այդ ձերի շեղումները չեն կարողացել վերջանալ։ Մենք շրջապատույթի մեջ ենք ընդունում, դուք այս հարցերը արդեն որերորդ անգամ տալիս եք, եթե դուք ավելացնելու բան ունեք այդ հարցերի հետ կապված, խնդրեմ, եթե չէ հարցը այլ հարց։ Հարգելի դեպքում մնացած հարցերը այդ թվում վերաբերել են գաղտնիք բանկային գաղտնիք պահանջող տեղեկություններին, քանի որ տրամաբանությունը կառուցված է ըստ ուղղված հարցադրումների եւ ստացված պատասխանների, որովհետեւ ես հիմա զգամ տևական ժամանակ է պետք ունենալ, հասկանալ որն է որ չի դատականիստը անկարգի ձգվելու դրանք առաջարկեն դադարեցնել սպանից տեսած այլընտրությունը անդառնան արդեն հարցերի բովանդակը։ Խնդրում եք դրոփակ իրականացնել դատականիստը, ճիշտ եմ հասկանում։ Առնվազն դադարեցնել տեսագրությունը եւ ուղիղ եթերով դարձնել։ Լավ, մյուսների հարցերն են բանկային գաղտնիքին վերաբերել։ Լավ, դատարանը հաշվի առնելով, որ բարձրացվելու են հարցերը եւ հնչելու են պատասխաններ, որոնք վերաբերում են բանկային գաղտնիք հանցածող տեղեկությունների, որոշում է այս գործի քննություն շարունակել դրոփակության ռեժիմով։ Ընդհանուր դադարեցրեք ձեր տեսագրությունը։